Սուրբ ծննդյան նախօրյայի խցանման մեջ հոգնած վարորդուհին պայքարում է թաքցնելու արցունքները, երբ գնում է այն ուղղությամբ, որտեղ երբեք չի ցանկացել լինել։ Հետի նստատեղին լուռ ուղորն ուշադիր հետում է ամեն մանրուքի, առանց պատկերացնելու, թե ինչպիսի շրջադարձ է բերելու նրա անկեղծությունը։ Զոհողությունների, խախտված խոստումների դստեր հետ լինելու հուսահատ ցանկության միջ անսպասելի հանդիպումը փոխում է գիշերվա ընթացքը։ Իսկ երբ ժամացույցը ցույց է տալիս կեսգիշեր, անհնարինը դառնում է զարմանալի հրաշք։ Նախքան այս հուզիչ պատմությունը լսելը, մի մոռացեք դնել հավանում բաժանորդագրվել ալիքին ավելի ներշնչող պատմությունների համար։ Գլուխ 1. Ամանորյա մրցարշավը Երանում Սուրբ ծննդյան նախօրեն էր։ Մետրոպոլիսի երկինքը ցուցադրում էր անպամացության խեղդող շոգի այն յուրահատուկ խառնուրդը, որը բնորոշ է դեկտեմբերին, մինչ փողոցները լեփ-լեցուն էին շտապող մարդկանցով, ովքեր տանում էին վերջին րոպեի նվերների պայուսակներ։ Գունավոր լույսերը զարդարում էին շենքերի ճակատները, հակադրվելով քաղաքի գերակշռող մոխրագույնին։ Մաշտոցի պողոտայի քաոսային երթեկության մեջ Հելենա Սահակյանը կարգավորում էր իր դեղին տաքսի օթորակիչը, փորձելով պահպանել հանգստությունը։ 34-ամյա Հելենա Սահակյանը երբեք չէր պատկերացնի, որ Սուրբ ծննդյան նախօրեին կաշխատեր։ Պլանն այլ էր։ Նա պետք է տանը լիներ, պատրաստելով պարզ ընթրիք իր 4-ամյա դստեր Բեատրիսի հետ։ Սակայն ուշացած վարձը փոքրիկի ասթմայի դեղերը ընտրություն չէին թողնում։ Ընդամենը մի քանի ուղղորություն կրկնում էր նա իրեն որպես մանտրա, նայելով ժամացույցին 19:43։ Ուղղորափոխադրումների հավելվածը ազդարարեց։ Դալմա Գարթեն Մոլ Արտրի կենտրոնի դռան մոտ մի ուղղոր տաքսի էր խնդրում։ Հելենան անմիջապես ընդունեց։ Ուղևորցը բարձր էր կարող էր լինել այն, ինչ պակասում էր իրեն անհրաժեշտ գումարը լրացնելու համար։ Նա կայանեց գլխավոր մուտքի դիմաց սպասեց, մատները թխկթխկացնելով մաշված ղեկին։ Բարձրահասակ, մոտ 45 տարեկան մի տղամարդ, անթերի կոստյումով կաշվե պայուսակը ձեռքին, մոտեցավ։ Հելենան արագ դուրս եկավ, օգնելու նրան դուռը բացել։ Բարի երեկո։ Ո՞ր ենք գնում, հարցրեց նա, փորձելով պրոֆեսիոնալ հնչել, վերադառնալով վարորդի նստատեղ։ Արմենիա Մարիոթ հյուրանոց, խնդրում եմ, պատասխանեց տղամարդը խորը քաղաքավարի ձայնով։ Հելենան գլխով արեց, սկսեց ուղղորությունը։ Առաջին րոպեներին լռություն էր տիրում, որը խաթարվում էր միայն ռադիոյի ձայնով, որը հնչեցնում էր այսինքն Սուրբ ծնունդ է երգի հայկական տարբերակը։ Տաքսիստուհին փորձեց նվազեցնել ձայնը, բայց ուղորը ընդհատեց նրան։ Կարող եք թողնել։ Համապատասխանում է ամսաթվին, մեկնաբանեց նա զուսպ ժպիտով։ Հետի հայելու միջոցով Հելենան նկատեց տղամարդու խորաթափանց կապույտ աչքերը նրա հայացքում մի բան, որը կարծես հետաքրքրությամբ էր նրան դիտում։ Նա նկատեց վահանակին ամրացված փոքրիկ լուսանկարը, ժպտացող աղջնակ, հյուսերով արջի ատամի բացակայությամբ։ Ձեր դոստերն է, հարցրեց, թեթակի առաջ թեքվելով։ Հելենան վարանեց։ Սովորաբար նա չէր սիրում իր անձնական կյանքի մասին խոսել ուղորների հետ, բայց նրա ձայնի քնքշության մեջ ինչ-որ բան ստիպեց նրան թուլանալ։ Այո, Բեատրիսն է։ Անցյալ ամիս 4 տարեկան դարձավ, պատասխանեց, չկարողանալով զսպել ժպիտը։ Պապա Նոելին անհամբեր սպասում է, հավանաբար, մեկնաբանեց տղամարդը։ Հենց այդ պահին Հելենայի վրա ծանրացավ իրավիճակի փխրունությունը։ Նրա ձայնը թեթակի խզվեց, երբ պատասխանեց. Այո։ Նա խոսող տիկնիկ է խնդրել այդ թանկարժեքներից։ Տղամարդը նկատեց վարորդուհու ձայնի տոնի փոփոխությունը։ Վստահ եմ, որ պապա Նոելը միջոց կգտնի, ասաց, փորձելով մխիթարական հնչել։ Հելենան կուլ տվեց։ Այդ տիկնիկն արժեր այն գումարի գրեթե կեսը, որն իրեն անհրաժեշտ էր վարձի համար։ Նա ավելի պարզ նվեր էր գնել, բայց գիտեր, որ դա այն չէր, ինչ իր դուստրն իսկապես երազում էր։ Հուսով եմ, սահմանափակվեց նա, ստիպողաբար ժպտալով։ Երթեկությունը Սայաթ Նովայի պողոտայում ամբողջությամբ կանգ առավ։ Մի փոքր հեռու տեղի ունեցած վթարը խցանում էր ճանապարհը։ Հելենան խորը հոգոց հանեց, մտովի հաշվարկելով, թե որքան ժամանակ կկորցներ այնտեղ։ Յուրաքանչյուր րոպե նշանակում էր մեկ ուղղորություն պակաս, ավելի քիչ գումար։ Ինչ-որ խնդիր կա, հարցրեց ուղորը, նկատելով նրա անհանգստությունը։ Հելենան սովորաբար չէր բացվում, հատկապես անծանոթների հետ, բայց այդ պահին, հոգնած անհանգիստ, բառերը պարզապես դուրս թռան։ Ես պարզապես ուզում էի լինել իմ դստեր հետ այս Սուրբ ծնունդին, ասաց նա անմիջապես կծեց շրթունքը, զղջալով խոստովանության համար։
Հետաց լռությունը գրեթե շոշափելի էր։ Հելենան աչքերը հառած էր արջի կանգնած երթեկությանը, խուսափելով հետի հայելու միջոցով ուղորի հայացքից։ Նա զգաց, թե ինչպես է դեմքն այրվում ամոթից, նման անձնական բան կիսելու համար։ Ո՞վ է հիմա նրա հետ, հարցրեց տղամարդը, զարմացնելով նրան իր անկեղծ հետաքրքրված տոնով։ Իմ հարանուհին, տիկին Զելյան։ Նա հոգ է տանում Բիայի մասին, երբ ես աշխատում եմ, բացատրեց Հելենան, երախտապարտ լինելով նրա ձայնում կարեկցանքի բացակայության համար։ Բայց ես պետք է աշխատեմ մինչ առնվազն կեսգիշեր, վարձի գումարը հավաքելու համար։ Տղամարդը լռեց մի քանի ակնթարթ, կարծես մտածելով կարևոր մի բանի մասին։ Երբ նա նորից խոսեց, նրա ձայնն այլ տոն ուներ, ավելի վճռական։ Իմ անունը Ռիկարդո Մենդեսյան է, ներկայացավ նա պաշտոնապես։ Ես Մենդեսյան կորպորացիաների գործադիր տնօրենն եմ։ Հելենան քաղաքավարի գլխով արեց, չհասկանալով պաշտոնական ներկայացման պատճառը։ Հելենա Սահակյան, պատասխանեց քաղաքավարությունից դրդված։ Տաքսիստ 5 տարի։ Ռիկարդոն նայեց պատուհանից, դիտելով քաղաքի լույսերը, որոնք սկսում էին առանձնանալ մթնշաղին, նախքան անսպասելի առաջարկ անելը։ Ես առաջարկ ունեմ ձեզ համար, Հելենա։ Այսօր երեկոյան հյուրանոց գնալուց առաջ պետք է մի քանի կանգառ կատարեմ։ Կցանկանայի ձեզ վարձել ամբողջ ժամանակահատվածով։ Ես կվճարեմ ամբողջ գիշերվա աշխատանքի համարժեքը, գումարած զգալի բոնուս, որպեսզի դուք կարողանաք տուն գնալ մինչ կեսգիշեր Սուրբ Ծնունդն անցկացնել ձեր դստեր հետ։ Հելենան գրեթե կտրուկ արգելակեց զարմանքից։ Նայեց հետի հայելուն, փորձելով վերծանել տղամարդու դեմքի արտահայտությունը, փնտրելով երկրորդ մտադրությունների որե նշան։ Բայց նա միայն հանգիստ ուղիղ հայացք գտավ։ Ինչու պետք է դա անեիք, հարցրեց, կասկածն ակնհայտ իր ձայնում։ Ռիկարդոն կարգավորեց իր փողկապը, նախքան պատասխանելը։ Ասենք, որ ես հասկանում եմ Սուրբ Ծնունդին սիրելիների հետ լինելու արժեքը։ Ես միշտ չէ, որ ունեցել եմ այդ հնարավորությունը։ Ինչ-որ բան կար նրա ասելու մեջ, միայնության նոտա, գուցե, կամ հեռավոր զղջում, որը շոշափեց Հելենային։ Այնուամենայնիվ, կյանքը սովորեցրել էր նրան զգույշ լինել։ Շնորհակալ եմ առաջարկի համար, պարոն Մենդեսյան, բայց… Ռիկարդո, խնդրում եմ, ընդհատեց նա։ Ռիկարդո, ուղղեց նա իրեն։ Բայց ես պետք է ավելի լավ հասկանամ այս առաջարկը։ Ինչ տեսակի կանգառներ կլինեին դրանք։ Երթեկությունը նորից սկսեց հոսել, Հելենան շարժվեց տաքսիով, դեռ սպասելով պատասխանին։ Ռիկարդոն նայեց երկնքին պատուհանից, որտեղ առաջին աստղերը սկսում էին հայտնվել նոսր ամպերի մեջ։ 3 կանգառ, բացատրեց նա։ Իմ բնակարանը, հագուստ փոխելու որոշ բաներ վերցնելու համար։ Այնուհետ, արտրի կենտրոն, որը բաց է մինչ ուշ։ Վերջապես, հասցե, որը դուք ինձ կտեղեկացնեք։ Հելենան հոնքերը կիտեց, շփոթված։ Հասցե, որը ես կտեղեկացնեմ։ Այո, հաստատեց Ռիկարդոն առեղծվածային ժպիտով։ Ձեր տունը։ Սարսուռ անցավ Հելենայի ողնաշարով։ Նրա դեմքի արտահայտությունը պետք է բացահայտած լիներ հանկարծակի անհանգստությունը, քանի որ Ռիկարդոն անմիջապես ավելացրեց. Դա այն չէ, ինչ դուք մտածում եք։ Խոստանում եմ ամեն ինչ մանրամասն բացատրել։ Բայց կարող եմ նախապես ասել, որ դա ներառում է ձեր դստերը այնպիսի Սուրբ Ծնունդ պարգելը, որին նա արժանի է։ Գլուխ 2։ Առաջարկը տաքսին շարունակում էր սահել պողոտայով, մինչ Հելենան մարսում էր անսովոր առաջարկը։ Ռիկարդոն պատուհանից դիտում էր քաղաքը, կարծես նրան տարածք էր տալիս իր խոսքերը մարսելու համար։ Լռությունը խաթարվում էր միայն երթեկության աղմուկով, ռադիոյով հնչող Սուրբ Ծննդյան երգերով։ Պարոն… Ռիկարդո, ուղղեց իրեն Հելենան, ամուր սեղմելով ղեկը։ Ես չգիտեմ, թե դուք ով եք կարծում, որ ես եմ, բայց ես արժեքներ ունեմ։ Ես իմ դստերը տարօրինակ բաների մեջ չեմ ներգրավի։ Ռիկարդոն անկեղծորեն զարմացած թվաց նրա արձագանքից։ Կներեք, եթե հստակ չեմ արտահայտվել, ասաց նա, առաջ թեքվելով։ Ինչ ես առաջարկում եմ, պարզապես օգնելն է ձեզ, հատուկ Սուրբ Ծնունդ պարգել ձեր դստերը։ Առանց երկրորդ մտադրությունների, առանց մութ պայմանների։ Հելենան կարգավորեց հետի հայելին, նրան ավելի լավ դիտելու համար։ Նրանց աչքերը կարճ ժամանակով հանդիպեցին։ Ինչու պետք է դա անեիք լիովին անծանոթի համար, հարցրեց նա, ձայնն ավելի մեղմ, բայց դեռ կասկածամիտ։ Ռիկարդոն հենվեց նստատեղին, նախքան պատասխանելը։
Նրա դեմքի արտահայտությունը նրբորեն փոխվեց, կարծես նա ժամանակի մեջ էր ճանապարհորդում։ Երբ ես 8 տարեկան էի, մայրս աշխատում էր որպես մաքրուհի։ Մենք երկուսով էինք, ինչպես դուք ձեր դուստրը, սկսեց նա, նայելով պատուհանից։ Մի սուրբ ծնունդին նա ստիպված էր արտաժամյա աշխատել, հաշիվները վճարելու համար։ Խոստացավ վերադառնալ ընթրիքի համար, բայց Տերը պահանջեց, որ նա ավարտի աշխատանքը։ Ես մնացի մենակ մինչ լուսաբաց։ Հելենան կոկորդում կուտակում զգաց։ Նա արագ նայեց վահանակի վրա Բեատրիսի լուսանկարին։ Ինչ ես փորձում եմ ասել, շարունակեց Ռիկարդոն, այն է, որ ես հասկանում եմ ձեր իրավիճակն ավելի լավ, քան կարող եք պատկերացնել։ Եվ եթե ես կարող եմ ինչ-որ բան անել դա փոխելու համար, ինչու՞ չանել։ Տաքսին կանգ առավ Թումանյանի փողոցի լուսացույցի մոտ։ Հելենան խորը շունչ քաշեց, իրեն բաժանված զգալով զգուշության հույսի մեջ։ Առաջարկը չափազանց լավ էր թվում, որպեսզի ճիշտ լիներ, բայց Ռիկարդոյի հայացքը ապակողմնորոշող անկեղծություն էր փոխանցում։ Ինչպես կարող եմ համոզված լինել, որ սա ինչ-որ թակարդ չէ, հարցրեց բարձրաձայնելով իր ամենամեծ վախը։ Վավեր հարց է, ճանաչեց Ռիկարդոն, գլխով անելով։ Ես առաջարկ ունեմ։ Մենք կարող ենք անվտանգության արձանագրություններ սահմանել։ Դուք կարող եք ձեր հարանուհուն տեղեկացնել իմ մասին, ուղարկել իմ լուսանկարը նրան, նույնիսկ համաձայնեցնել գաղտնաբար, որը կօգտագործեք հաստատելու համար, որ ամեն ինչ կարգին է, երբ տուն հասնեք։ Խելամիտ առաջարկը զարմացրեց Հելենային։ Դա այն պահվածքը չէր, որը նա կսպասեր վատ մտադրություններ ունեցող մեկից։ Բացի այդ, շարունակեց նա, հանելով բջջային հեռախոսը գրպանից, ահա իմ անձնագիրը, իմ ընկերության քարտը։ Կարող եք ստուգել առցանց։ Մենդեսյան կորպորացիաները երկրի ամենամեծ շինարարական ընկերություններից մեկն է։ Հելենան արագ հայացք նետեց փաստաթղթերին, սպասելով լուսացույցի բացվելուն։ Ընկերությունն իսկապես գոյություն ուներ, փաստաթղթի լուսանկարն իսկապես այն տղամարդունն էր, ով նստած էր իր տաքսիում։ Լուսացույցը բացվեց, նա շարժվեց, մտած կոդ։ Նրա միտքն արագ հաշվարկում էր։ Եթե առաջարկը օրինական լիներ, դա կարող էր լուծել իր անմիջական խնդիրները, վճարել ուշացած վարձը, դեռս Բեատրիսին պարգել այն սուրբ ծնունդը, որին նա արժանի էր։ Ռիսկը, իհարկե, կար, բայց Ռիկարդոյի պատմության դիրքորոշման մեջ ինչ-որ բան ստիպում էր նրան հավատալ։ Որքան կլիներ այդ բոնուսը, որը դուք նշեցիք, հարցրեց նա վերջապես, դեռ անվստահ։ Ռիկարդոն նշեց մի գումար, որը Հելենային գրեթե ստիպեց կորցնել տաքսիի կառավարումը։ Դա ավելին էր, քան նա կարող էր վաստակել մեկ ամբողջ շաբաթվա աշխատանքի ընթացքում։ Դա, սկսեց նա, բայց չկարողացավ ավարտել։ Դա արդար արժեք է ձեր ժամանակի վստահության համար, պարզապես պատասխանեց Ռիկարդոն։ Եվ ապահովելու համար, որ ձեր դուստրը ստանա այն նվերը, որի մասին երազում է։ Հելենան խորը շունչ քաշեց, կայացնելով իր որոշումը։ Նախ պետք է զանգահարեմ, ասաց նա, տաքսին կայանելով թույլատրելի վայրում։ Նա վերցրեց բջջային հեռախոսը, զանգահարեց տիկին Զելիային։ Նա անսովոր իրավիճակը կոդավորված ձով բացատրեց, ուղարկեց Ռիկարդոյի լուսանկարը ընկերության կայքը, համաձայնեցրեց գաղտնաբար փայլուն, որը կօգտագործեր, եթե ապահով լիներ։ Եթե ասեր շողշողուն, հարանուհին պետք է անմիջապես ոստիկանություն զանգահարեր։ Կարող ենք հիմա գնալ ձեր բնակարան, հարցրեց նա անջատելուց հետո, վախը փոխարինելով վճռականությամբ իր ձայնում։ Ռիկարդոն ժպտաց, անկեղծորեն թեթացած։ Բաղրամյան պողոտա, համար 1520։ Մինչ շքեղ շենք տանող ճանապարհին Ռիկարդոն բացատրեց իր պլանի ավելի շատ մանրամասներ։ Նա ցանկանում էր Սուրբ Ծննդյան անակնկալ մատուցել Բեատրիսին, նվերներ, ընտրված հենց մոր կողմից, իմպրովիզացված ընթրիք երաշխիք, որ Հելենան տանը կլիներ մինչ կեսգիշեր։ Ինչ է սիրում Բեատրիսը, բացի խոսող տիկնիկից, հարցրեց նա, մինչ տաքսին մտնում էր շքեղ թաղամաս։ Հելենան ժպտաց առաջին անգամ, զրույցը սկսելուց ի վեր։ Նա սիրում է հեքիաթների գրքեր, հատկապես արքայադուստրերի մասին։ Նա սիրում է բժիշկ խաղալ։ Ասում է, որ մեծանալուց հետո մարդկանց է խնամելու։ Բժիշկ, ուսումնառության մեջ, նկատեց Ռիկարդոն ժպիտով։ Տպավորիչ։ Նրանք հասան շենք, դռնապանը հարգալից ողջունեց Ռիկարդոյին։ Հելենան սպասեց տաքսիում, դեռ մարսելով իր գիշերվա շրջադարձը։ 15 րոպե անց Ռիկարդոն վերադարձավ ավելի պատահական հագուստով, մուգ ջինսերով, մոխրագույն սվիտերով, տանելով մի քանի պայուսակ։ Հիմա արտրի կենտրոն, հարցրեց Հելենան, նորից միացնելով շարժիչը։ Հենց այդպես։
Ռոսիա մոլ։ Դեռ ժամանակ ունենք մինչ փակվելը։ Ճանապարհին Ռիկարդոն բացատրեց, թե ինչպես է իր մանկությունը ձավորել իր վերաբերմունքը։ Միայնակ մոր որդին էր, մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է նա ամեն ինչ զոհաբերում իրեն պահելու համար։ Երբ նա վերջապես հաջողության հասավ բիզնեսում, մայրն արդեն ներկա չէր, իր նվաճումը կիսելու համար։ Ես երբեք չկարողացա հատուցել այն ամենը, ինչ նա արել էր ինձ համար, խոստովանեց նա, տաքսիի պատուհանից նայելով գիշերային երկնքին։ Գուցե դրա համար եմ ինձ պարտավորված զգում օգնել, երբ տեսնում եմ ձեր նման իրավիճակներ։ Հելենան ուշադիր լսում էր, սկսելով հասկանալ անծանոթի դրդապատճառները, ով մտել էր իր տաքսի։ Տղամարդը կարծես ոչինչ չէր ուզում փոխարենը։ Նրա բավարարվածությունը կգար պարզապես մեկ այլ միայնակ մոր տրամադրելուց այն, ինչ իր մայրը երբեք չէր կարողացել ունենալ։ Նրանք հասան արտրի կենտրոն երեկոյան ժամը 9-ից քիչ անց։ Տեղը պատրաստվում էր փակվել, քիչ տապող հաճախորդներ էին կատարում իրենց վերջին գնումները։ Արի, կանչեց Ռիկարդոն, զարմացնելով Հելենային։ Դու պետք է ընտրես նվերները։ Ի վերջո, ոչ ոք չգիտի քո դստեր ճաշակը ավելի լավ, քան դու։ Վարանելով, Հելենան կողպեց տաքսին հետեց նրան արտրի կենտրոն։ Մի մասը դեռ չէր հավատում, որ դա տեղի է ունենում։ Դա նման էր Սուրբ Ծննդյան այն հեռուստատեսային ֆիլմերից մեկին, որտեղ հրաշքներ են տեղի ունենում կարիքավոր մարդկանց համար։ Խաղալիքների խանութը երկրորդ հարկում է, ամաչկոտ։ Տեղեկացրեց նա։ Ռիկարդոն գլխով արեց ուղեկցեց նրան մինչ էսկալատոր։ Մինչ նրանք բարձրանում էին, նա նկատեց Հելենայի դեռ անհանգիստ արտահայտությունը։ Ամեն ինչ կարգին է, քնքշորեն հարցրեց։ Պարզապես, Հելենան վարանեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Սա անիրական է թվում։ Նման հանդիպումներ իրական կյանքում չեն լինում։ Ես վախենում եմ երազելուց նորից արթնանալուց սովորական դժվար իրականության մեջ։ Ռիկարդոն հասկացող ժպիտով պատասխանեց։ Երբեմն ճակատագիրը զարմացնում է մեզ, երբ ամենակիչն ենք սպասում։ Հավատացեք, ես դա անում եմ թե ինձ համար, թե ձեզ համար։ Խաղալիքների խանութը դեռ բաց էր, լուսավորված գունավոր լույսերով Սուրբ Ծննդյան զարդարանքներով։ Հելենան անմիջապես նկատեց այն տիկնիկը, որին Բեատրիսն այդքան էր ուզում, ցուցադրված արջի ցուցափեղկին։ Դրա գինը, ինչպես նա լավ գիտեր, անթույլատրելի էր իր բյուջեի համար։ Դա հարցրեց Ռիկարդոն, նկատելով նրա հայացքը։ Հելենան գլխով արեց, դեռ շփոթված իրավիճակից։ Հիանալի է, պատասխանեց նա, մտնելով խանութ։ Իսկ էլ ինչ կուզենար նա։ Հաջորդ 20 րոպեների ընթացքում Ռիկարդոն պնդեց, որ Հելենան ընտրի ոչ միայն տիկնիկը, այլ նկարազարդ գրքեր, խաղալիք բժշկական հավաքածու, նույնիսկ փոքրիկ արքայադուստրի զգեստ, որը մորից հուզված ժպիտ քամեց։ Դրանով նա իսկական արքայադուստր կթվա, մեկնաբանեց Հելենան, բռնելով նուրբ վարդագույն զգեստը, ոսկեգույն մանրամասներով։ Երբ նրանք անցան գրախանութի մոտով, Ռիկարդոն անսպասելի հարց տվեց. Իսկ դուք ինչ գիրք կցանկանայիք ձեզ համար։ Հելենան մի պահ անխոս մնաց։ Ես ոչ, պետք չէ։ Պնդում եմ, նրբորեն ընդհատեց նա։ Սուրբ Ծնունդը բոլորի համար է, ոչ միայն երեխաների։ Մի պահ վարանելուց հետո Հելենան մոտեցավ դասականների բաժնին, վերցրեց հպարտություն, նախապաշարմունք, ի հրատարակություն։ Ես սկսել էի կարդալ համալսարանում, մինչ նա անորոշ ժեստ արեց ձեռքերով, մինչ կյանքը սկսվեր։ Երբեք չավարտեցի։ Գլուխ 3։ Իմպրովիզացված Սուրբ Ծնունդ Երբ նրանք դուրս եկան արտրի կենտրոնից, գունավոր պայուսակներով բեռնված, ժամացույցը ցույց էր տալիս գրեթե 10 երեկոյան։ Երանյան երկինքը քիչ աստղեր էր ցուցադրում, խավարված մետրոպոլիսի լույսերով, բայց օդում Սուրբ Ծննդյան նախօրյայի հատուկ տրամադրություն կար, սպասումի կարոտի խառնուրդ, որը կախված էր քաղաքի վրա։ Հիմա ձեր տո՞ն, հարցրեց Ռիկարդոն, օգնելով պայուսակները դնել տաքսիի բեռնաղցիկում։ Հելենան կարճ վարանեց, նախքան հասցեն տրամադրելը։ Ավան վարչական շրջան, Ակացիաների փողոց, 237, բնակարան 14։ Տարօրինակ էր անծանոթի, որքան էլ բարի մտադրություններով թվար, տանել իր փոքրիկ ապաստանը։ Բայց նրանք արդեն չափազանց հեռու էին գնացել, հետ դառնալու համար։ Ճանապարհին Հելենան հաղորդագրություն ուղարկեց տիկին Զելիային, հաստատելով, որ ճանապարհին է օգտագործելով համաձայնեցված գաղտնաբառը։ Պատասխանն արագ եկավ։ Բեատրիսը հենց նոր քնել է բազմոցին, սպասելով քեզ։ Մենք լավ ենք։
Զգույշ եղիր։ Ձեր դուստրն արթնած է, հարցրեց Ռիկարդոն, նկատելով Հելենայի մեղմացած դեմքի արտահայտությունը, հաղորդագրությունը կարդալիս։ Քնել էր բազմոցին, սպասելով ինձ, պատասխանեց նա, իր ձայնում մեղքի քնքշության խառնուրդով։ Նա միշտ փորձում է սպասել, նույնիսկ երբ ես ասում եմ, որ ուշ կհասնեմ։ Ռիկարդոն հասկացող ժպիտով պատասխանեց. Երեխաներն ունեն հույսի այդ անհավանական կարողությունը, չէ՞։ Նրանք հավատում են անհնարինին այնպիսի համոզմունքով, որը մենք, մեծահասակներս, կորցնում ենք ճանապարհին։ Տաքսին թողեց գլխավոր պողոտաները, մտավ Ավան վարչական շրջանի բնակելի փողոցները։ Թաղամասը, թե շքեղ չէր, ուներ հարմարավետ տեսք, իր հին ծառերով ցածրահարկ շենքերով։ Վերջապես, նրանք կանգ առան 4 հարկանի փոքրիկ շենքի դիմաց, առանց վերելակի կամ դռնապանի։ Այստեղ է, հայտարարեց Հելենան, կայանելով։ Շատ չէ, բայց… Դա տուն է, քնքշորեն ավարտեց Ռիկարդոն։ Եվ դա ավելին արժե, քան ցանկացած էլեգանտ հասցե։ Նրանք զգուշորեն բեռնաթափեցին պայուսակները, փորձելով աղմուկ չհանել նվերներ պարունակող փաթեթներով։ Հելենան առաջնորդեց 4 աստիճանով, փորձելով վերահսկել իր շնչահեղձությունը աճող նյարդայնությունը։ Հասնելով բնակարան 14-ի դռանը, նա կանգ առավ։ Կարծում եմ, որ ես պետք է նախ մտնեմ խոսեմ տիկին Զելիայի հետ, առաջարկեց նա, պայուսակից բանալիներ փնտրելով։ Իրավիճակը բացատրելու համար։ Ռիկարդոն գլխով արեց, պահպանելով հարգալից հեռավորություն։ Ես այստեղ կմնամ, մինչ դուք կկանչեք։ Հելենան մտավ փոքրիկ բնակարան, գտնելով տարեց հարանուհուն քնած մաշված բազկաթոռին, Բեատրիսին քնած բազմոցին, գրկած մի բավականին օգտագործված արջուկ։ Ծանոթ տեսարանը, որը լուսավորված էր միայն սենյակի անկյունում գտնվող փոքրիկ արհեստական եղնու լույսերի թարթումով, հուզմունքի ալիք առաջացրեց, որը նա հազիվ կարողացավ զսպել։ Տիկին Զելիան արթնացավ դռան ձայնից։ Հելենա… Արդեն վերադարձաք, հարցրեց նա, կարգավորելով իր հաստ շրջանակով ակնոցները։ Ինչ-որ բան է պատահել։ Շշուկով Հելենան բացատրեց անսովոր իրավիճակը, ցույց տալով բջջային հեռախոսի հաղորդագրությունները Ռիկարդոյի ընկերության կայքը։ Տիկինը ի սկզբանե թերահավատորեն, վերջում ընդունեց բացատրությունը, տեսնելով անկեղծությունը հարանուհու աչքերում։ Այս սուրբ ծննդյան հրաշքները ով կասեր, մրմնջաց տարեց կինը, հավաքելով իր իրերը։ Բայց աչքդ բաց պահիր, աղջիկս։ Ամեն ինչ, ինչ փայլում է, ոսկի չէ։ Ես կարող եմ ինքս ինձ պաշտպանել, տիկին Զելիա։ Շնորհակալ եմ Բիայի հետ մնալու համար։ Հարանուհու հեռանալուց հետո Հելենան կանչեց Ռիկարդոյին, ով համբերատար սպասում էր միջանցքում։ Նա անաղմուկ մտավ, տանելով նվերների պայուսակները այլ իրեր, որոնք բերել էր իր բնակարանից։ Հակադրությունն ակնհայտ էր։ Շքեղ միջավայրերին սովոր տղամարդը հիմա 2 սենյականոց բնակարանում էր, պարզ կահույքով սահմանափակ տարածքով։ Բայց նրա աչքերում դատողություն չկար, միայն քնքուշ հետաքրքրություն, մինչ նա դիտում էր պատի լուսանկարները, դարակում դրված մանկական գրքերը, սառնարանին ամրացված գունավոր նկարները։ Ձեր դուստրը տաղանդ ունի, շուկով մեկնաբանեց նա, ցույց տալով մի նկար, որը ցույց էր տալիս կարծես Հելենային Բեատրիսին, ձեռք-ձեռքի տված մեծ դեղին արի տակ։ Նա սիրում է նկարել, հպարտությամբ պատասխանեց Հելենան, պայուսակները սեղանին դնելով։ Ասում է, որ բժիշկ նկարազարդող է լինելու ազատ ժամերին։ Ռիկարդոն մեղմորեն ծիծաղեց։ Ամբիցիան չի պակասում։ Դա ինձ դուր է գալիս։ Նրանք սկսեցին պատրաստել անակնկալը, անաղմուկ համաժամանակության մեջ շարժվելով փոքրիկ սենյակում։ Ռիկարդոն պայուսակներից հանեց լրացուցիչ լույսեր, որոնք ավելացվեցին համեստ զարդարանքին, Հելենան կազմակերպեց նվերները ծառի տակ, զգույշ լինելով, որ աղմուկ չհանի։ Դուք պետք է հագուստ փոխեք, առաջարկեց Ռիկարդոն, նկատելով, որ Հելենան դեռ տաքսի ընկերության համազգեստն էր կրում։ Ի վերջո, սուրբ ծնունդ է։ Առիթը հատուկ բան է պահանջում։ Հելենան վարանեց, գիտակցելով իր զգեստապահարանում առկա քիչ ընտրանքները։ Ես շատ տոնական հագուստ չունեմ։ Դրա մասին ընդհատեց Ռիկարդոն, մեկնելով մի փաթեթ, որը Հելենան նախկինում չէր նկատել։ Հուսով եմ, որ չեք նեղանա, բայց մտածեցի, որ գուցե կցանկանայիք նոր բան առիթի համար։ Զարմացած Հելենան բացեց փաթեթը, գտնելով պարզ, բայց էլեգանտ զգեստ, մուգ կարմիր երանգով։ Այն շքեղ կամ աչք շոյող չէր, կարծես հատուկ ընտրված լիներ նրա զուսպ անհատականությանը համապատասխանելու համար։ Ինչպես իմացաք չափը, հարցրեց նա, անկեղծորեն շփոթված։
Ռիկարդոն ուսերը թոթվեց առեղծվածային ժպիտով։ Տարիների պայմանագրեր կնքելը սովորեցրել է ինձ դիտողական լինել։ Եվ դուք ունեք ճիշտ նույն կառուցվածքը, ինչ իմ օգնականը, ում համար ես ծննդյան նվեր էի գնել անցյալ ամիս։ Հելենան շնորհակալություն հայտնեց ամաչկոտ շարժումով գնաց փոքրիկ լոգարան, հագուստը փոխելու։ Մինչ այդ Ռիկարդոն շարունակեց սենյակի վերափոխումը։ Պայուսակներից մեկից հանեց անուշաբույր մոմեր, զարդարված անձեռոցիկներ, նույնիսկ փոքրիկ զամբյուղ, թարմ մրգերով, պանիրներով, այլ տոնական ուտեստներով, իմպրովիզացված ընթրիքի համար։ Երբ Հելենան վերադարձավ սենյակ, կրելով նոր զգեստը, որը կատարյալ էր նստում նրա վրա, տեսարան գտավ, որը կարծես Սուրբ Ծննդյան ֆիլմից էր դուրս եկել։ Փոքրիկ ճաշասեղանը դրված էր պարզ էլեգանտությամբ, բնակարանը փայլում էր լրացուցիչ լույսերով, Ռիկարդոյի բջջային հեռախոսից մեղմ Սուրբ Ծննդյան երաժշտություն էր հնչում, ռազմավարականորեն տեղադրված ծառի մոտ։ Սա, Հելենան չկարողացավ ավարտել, հուզմունքը խեղդում էր կոկորդը։ Ընդունելի է, ավարտեց Ռիկարդոն, պահի տակ անվստահ թվալով։ Կատարյալ, ուղղեց նա, թույլ տալով իրեն անկեղծ ժպիտ։ Պարզապես կատարյալ։ Այդ պահին բազմոցի վրա փոքրիկ շարժումը գրավեց երկուսի ուշադրությունը։ Բեատրիսը շարժվում էր, նրա փոքրիկ աչքերը սկսում էին դանդաղ բացվել։ Հելենան մոտեցավ դստերը, նստելով բազմոցի եզրին։ Մայրիկ, մրմնջաց քնկոտ աղջիկը, շփելով աչքերը։ Վաղ վերադարձաք։ Այո, սիրելիս, պատասխանեց Հելենան, շոյելով դստեր մուգ մազերը։ Ես քեզ համար անակնկալ ունեմ։ Բեատրիսը նստեց, հանկարծ ավելի արթուն, հենց այդ ժամանակ նկատեց սենյակի փոփոխությունները, լրացուցիչ լույսերը, դրված սեղանը, ծառի տակ դրված նվերները։ Նրա աչքերը լայն բացվեցին մանկական զարմանքից, փայլելով այն կախարդանքով, որը միայն երեխաները կարող են տեսնել Սուրբ Ծնունդին։ Պապա Նոելն արդեն անցել է, հարցրեց նա, բերանը բաց։ Հելենան ժպտաց, հայացքներ փոխանակելով Ռիկարդոյի հետ, ով դիտում էր տեսարանը, պահպանելով հարգալից հեռավորություն։ Ոչ, ճիշտ։ Բայց նրա հատուկ ընկերներից մեկը եկել է մեզ այցելելու։ Հենց այդ ժամանակ Բեատրիսը նկատեց Ռիկարդոյին։ Փոխանակ ամաչկոտություն ցուցաբերելու, ինչպես կարելի էր ակնկալել երեխայից անծանոթի առաջ, նա նրան նայեց մանկության այդքան բնորոշ անվախ հետաքրքրությամբ։ Դուք պապա Նոելի ընկերն եք, հարցրեց ուղիղ, գլուխը թեթակի թեքած։ Ռիկարդոն, զարմացած անկեղծ հարցից, ծնկի իջավ, աղջկա աչքերի մակարդակին հավասարվելու համար։ Ասենք, որ ես նրա օգնականներից մեկն եմ, լրջորեն պատասխանեց, կարծես մեծ գաղտնիք էր կիսում։ Պապա Նոելը շատ օգնականներ ունի, գիտեք։ Սովորական մարդիկ, ինչպես ես ձեր մայրը, ովքեր օգնում են Սուրբ Ծննդյան կախարդանքը տարածել։ Բեատրիսը դիտարկեց տեղեկատվությունը այն հանդիսավոր կենտրոնացումով, որը միայն երեխաները կարող են նվիրել նման կարևոր հարցերին։ Իմաստ ունի, վերջապես հայտարարեց, մեծահասակների հանգստության համար։ Նա չէր կարող ամեն ինչ մենակ անել, չէ՞։ Շատ տներ կան։ Հենց այդպես հաստատեց Ռիկարդոն, ակնհայտորեն հրապուրված մանկական տրամաբանությունից։ Եվ այսօր ձեր մայրը ես օգնում ենք պապա Նոելին մի փոքր կախարդանք բերել այս տուն։ Բեատրիսը ժպտաց, բացահայտելով նոր ընկած կաթնատամի բացը։ Այնուհետ, իր տարիքին բնորոշ իմպուլսիվությամբ, նա թռավ բազմոցից վազեց դեպի Սուրբ Ծննդյան ծառը, ծնկի իջնելով փաթաթված նվերների առջ։ Կարող եմ հիմա բացել, հարցրեց աղաչող աչքերով նայելով մորը։ Հելենան նայեց ժամացույցին։ Կեսգիշերին մնացել էր 15 րոպե։ Ինչ կասեք, եթե մի փոքր էլ սպասենք։ Երբ ժամացույցը կեսգիշեր ցույց տա, պաշտոնապես Սուրբ Ծնունդ կլինի, առաջարկեց նա, նստելով դստեր կողքին։ Ռիկարդոն լրացրեց տեսարանը, նստելով ծառի մոտ գտնվող բազկաթոռին։ Մինչ այդ, կարող էինք ինչ-որ բան ուտել։ Ես հատուկ բաներ եմ բերել մեր ընթրիքի համար։ Աղջիկը գլխով արեց, թե նրա աչքերը շարունակում էին հառած մնալ գունավոր նվերներին։ Հելենան նկատեց, հուզմունքի մի զգացումով, որ դա առաջին անգամն էր տարիներ շարունակ, որ նա իրեն ամբողջովին չէր զգում ծանրաբեռնված Սուրբ Ծննդյան նախօրեին։ Այդ պահին տարօրինակ խաղաղություն կար, կարծես տիեզերքը դավադրել էր նրան մի քանի ժամ նորմալություն ուրախություն պարգևելու համար։ Գլուխ 4 Հայտնություններ կեսգիշերին, երբ ժամացույցը վերջապես կեսգիշեր ցույց տվեց, երեքն էլ խմեցին խաղողի հյութով, Ռիկարդոյի բերած ապակյա բաժակներով։ Բեատրիսը, չկարողանալով մեկ վայրկյան զսպել իր հուզմունքը, վազեց դեպի ծառը, հենց որ 12 զանգերից վերջինը հնչեց փոքրիկ բնակարանում։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, բացականչեց նա, արդեն ծնկի իջած նվերների առջ։ Հելենան Ռիկարդոն զուսպ ժպիտներ փոխանակեցին, դիտելով երեխայի անկեղծ ուրախությունը։ Կարճ ժամանակով նրանք կարծես հին ընկերներ լինեին, ովքեր կիսում էին ընտանեկան ավանդույթը, ոչ թե երկու անծանոթներ, որոնց ճակատագիրը միավորել էր ընդամենը մի քանի ժամ առաջ։ Կարող ես բացել, աղջիկս, թույլատրեց Հելենան, նստելով աղջկա կողքին հատակին։ Երեխաներին բնորոշ իմպուլսիվությամբ Բեատրիսը նախ հարձակվեց ամենամեծ փաթեթի վրա, ոգորությամբ պատռելով գունավոր թուղթը։ Նրա աչքերը լայն բացվեցին, տեսնելով այն խոսող տիկնիկը, որին նա այդքան էր ցանկանում։ Խոսող Լիլին, բղավեց նա, գրկելով տուփը։ Մայրիկ, հենց ինքն է։ Ինչպես գիտեր Պապա Նոելը։ Հելենան կուլ տվեց, հուզված։ Պապա Նոելը միշտ գիտի, սիրելիս։ Ռիկարդոն դիտում էր տեսարանը մեղմ, գրեթե կարոտախտային արտահայտությամբ։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, բավարարվածության հեռավոր տխրության խառնուրդ, որը Հելենան չէր կարողանում ամբողջությամբ վերծանել։ Բեատրիսը շարունակեց բացել նվերները, յուրաքանչյուր հայտնագործություն նոր ուրախության բացականչություններ էր առաջացնում։ Հեքիաթների գրքերը, բժշկական հավաքածուն, արքայադուստրի զգեստը։ Երբ բոլոր մեծ փաթեթները բացվեցին, Հելենան մատնացույց արեց ծառի ճյուղերի մեջ թաքնված փոքրիկ ծրարը։ Այնտեղս մեկ կա, տես։ Աղջիկը հետաքրքրությամբ վերցրեց ծրարը։ Ներսում կար նրբագեղ ձեռագրով գրված գրություն փոքրիկ ոսկե շղթա, աստղի տեսքով կախազարդով։ Կկարդաս ինձ համար, մայրիկ, խնդրեց Բեատրիսը, մեկնելով գրությունը։ Հելենան կոկորդը մաքրեց, նախքան բարձրաձայն կարդալը։ Բեատրիսին, ով աստղի պես փայլ ունի։ Թող բժիշկ դառնալու նրա երազանքները մի օր իրականանան։ Սիրով, Պապա Նոելի ընկերներից մեկը։ Փոքրիկը նայեց վզնոցին, ապա Ռիկարդոին, անմիջապես կապ հաստատելով, որը միայն մանկական ինտուիցիան կարող էր։ Դուք եք գրել, չէ՞, հարցրեց ուղիղ։ Ռիկարդոն ժպտաց, զարմացած երեխայի խորաթափանցությունից։ Մեղավոր եմ, խոստովանեց նա, թատերականորեն ձեռքերը բարձրացնելով հանձնվելու նշանով։ Շնորհակալ եմ, ասաց Բեատրիսը հրապուրիչ լրջությամբ։ Այնուհետ, զարմացնելով մորը, այցելուին, մոտեցավ ինքնաբերաբար գրկեց Ռիկարդոին։ Սա ամենալավ Սուրբ Ծնունդն է։ Հելենան դիտում էր, սիրտը սեղմված, թե ինչպես Ռիկարդոն մի պահ վարանեց, նախքան գրկախառնվելը, անզուսպ հուզմունք անցավ նրա դեմքով։ Կարճ ժամանակով նա տեսավ մի բան, որը գերազանցում էր հաջողակ գործարարին։ Գուցե այն միայնակ տղային, ով սպասում էր մորը Սուրբ Ծննդյան այդ հեռավոր գիշերը։ Նվերների սկզբնական ոգորությունից հետո նրանք նստեցին սեղանի շուրջ, փոքրիկ իմպրովիզացված ընթրիքի համար։ Ռիկարդոն բերել էր պանետոնե, շաքարապատ մրգեր, ընկույզ այլ տոնական ուտեստներ, որոնք Հելենան երբեք չէր կարող առաջարկել։ Բեատրիսը, դեռս արքայադուստրի թակով, գիշերազգեստի վրա, պնդեց, որ Ռիկարդոն նստի իր կողքին։ Դպրոցում ուսուցչուհին սովորեցրել է, որ Սուրբ Ծնունդին մենք կենաց ենք ասում, հայտարարեց Բեատրիսը իր 4 տարեկանի հեղինակությամբ։ Պետք է շնորհակալություն հայտնենք մի լավ բանի համար։ Հելենան ժպտաց։ Իսկ ինչի՞ համար ես ուզում շնորհակալություն հայտնել, աղջիկս։ Աղջիկը մի պահ մտածեց, ճակատը կնճռոտված հիանալի կենտրոնացումով։ Շնորհակալ եմ նվերների համար, որ այսօր վաղ վերադարձար, վերջապես հայտարարեց, բարձրացնելով հյութի բաժակը։ Ձեր հերթն է, մայրիկ։ Հելենան խորը շունչ քաշեց, կոկորդում կուտակում զգալով։ Ես շնորհակալ եմ, որ դու ես իմ կյանքում, Բիա։ Եվ նա կարճ հայացք նետեց Ռիկարդոին, անսպասելի հանդիպումների համար։ Բոլոր հայացքները դառնացան Ռիկարդոյի վրա, ով պահի տակ անխոս թվաց։ Նա բարձրացրեց իր բաժակը, մոմերի լույսը արտացոլվում էր բյուրեղի վրա։ Շնորհակալ եմ այստեղ լինելու հնարավորության համար, պարզապես ասաց, բայց նրա ձայնում խորություն կար, որն ավելին էր ասում, քան բառերը։ Կենացից հետո զրույցը բնականորեն հոսեց, մինչ նրանք վայելում էին ուտելիքը։ Բեատրիսը գերիշխում էր երկխոսության մեծ մասում, հերթագայելով դպրոցական պատմությունների, իր նկարների մանրամասն բացատրությունների, իր ապագա բժշկական կարիերայի համար մանրամասն պլանների միջ։ Հելենան Ռիկարդոն զվարճալի հայացքներ էին փոխանակում երեխայի յուրահատուկ տրամաբանության անսպառ ոգորության առջ։ Ի վերջո, Բեատրիսի աչքերը սկսեցին ծանրանալ, հուզմունքը զիջեց տեղը հոգնածությանը։ Կարծում եմ, որ արքայադուստր բժշկուհու համար ժամանակն է քնելու, առաջարկեց Հելենան, նկատելով դստեր վատթարացած հորանջումները։
Բայց ես քնկոտ չեմ, բողոքեց Բեատրիսը, նույնիսկ աչքերը շփելով։ Ռիկարդոն ժպտաց։ Գիտեք, բժիշկները խորհուրդ են տալիս բավարար հանգիստ, ուժեղ առողջ մեծանալու համար։ Ինչպես եք խնամելու ուրիշներին, եթե նախ չեք խնամի ինքներդ ձեզ։ Տրամաբանությունը կարծես համոզեց փոքրիկ համառին։ Կկարդաք ինձ համար մի պատմություն, խնդրեց նա, նորից զարմացնելով մեծահասակներին իր անծանոթի հետ հարմարավետությամբ։ Հելենան միջամտեց, զգալով, որ գուցե չարաշահում է այցելուի բարությունը։ Բիա, Ռիկարդոն այսօր արդեն շատ բան է արել մեզ համար։ Մենք չպետք է։ Դա պատիվ կլիներ, նրբորեն ընդհատեց նա։ Եթե դուք թույլ տաք, իհարկե, ավելացրեց, նայելով Հելենային։ Մի պահ վարանելուց հետո նա գլխով արեց։ Բեատրիսը ընտրեց նոր գրքերից մեկը, վերցրեց խոսող տիկնիկը, երեքն էլ գնացին փոքրիկ սենյակը, որը նա կիսում էր մոր հետ։ Հետաց տեսարանը Հելենային բացարձակապես անիրական կթվար, եթե մեկը նրան նկարագրեր ժամեր առաջ։ Հզոր գործարարը նստած էր իր դստեր մահճակալի եզրին, կարդալով մի պատմություն արքայադստեր մասին, ով փրկում էր թագավորությունը, օգտագործելով բժշկության գիտելիքները։ Ռիկարդոյի խորը ձայնը տարբեր ինտոնացիաներ ընդունեց յուրաքանչյուր կերպարի համար, Բեատրիսին պահելով քնկոտ հրճվանքի մեջ, մինչ վերջապես նա քնեց, դեռ բռնած նոր տիկնիկը։ Մեծահասակները լուռ դուրս եկան սենյակից, դուռը կիսաբաց թողնելով։ Վերադառնալով սենյակ, հարմարավետ լռություն տիրեց, մինչ Հելենան սկսում էր մաքրել սեղանը։ Դա թողեք վաղվան, առաջարկեց Ռիկարդոն, թեթակի դիպչելով նրա ձեռքին։ Մի փոքր նստեք։ Նա հնազանդվեց, հանկարծ գիտակցելով իր զգացած հոգնածությունը։ Նրանք նստեցին փոքրիկ բազմոցին, դիտելով Սուրբ Ծննդյան ծառի գունավոր լույսերը։ Ձեր դուստրն արտասովոր է, մեկնաբանեց Ռիկարդոն մի քանի ակնթարթ անց։ Խելացի, վստահ, քնքուշ։ Դուք պետք է շատ հպարտ լինեք։ Հելենան ժպտաց, մայրական սերը ակնհայտ նրա հայացքում։ Նա իմ ուժն է։ Ամենադժվար օրերին նրա մեկ ժպիտը բավական է ինձ շարունակելու համար։ Դուք հիանալի մայր եք, անկեղծորեն պատասխանեց նա։ Աշխատում եք ջանասիրաբար, զոհաբերում եք ինքներդ ձեզ։ Հավատացեք, ես գիտեմ դրա արժեքը։ Նրա ձայնում ինչ-որ բան, հազվագյուտ խոցելիություն նման ակնհայտորեն հզոր մեկի մոտ, ստիպեց Հելենային հարցնել։ Ինչպիսին էր ձեր մանկությունը։ Դուք հիշատակեցիք ձեր մորը, բայց երբեք չխոսեցիք ձեր հոր մասին։ Ռիկարդոն մի պահ լռեց, հայացքը կորած թարթող լույսերի մեջ։ Ես երբեք չեմ ճանաչել նրան, վերջապես պատասխանեց։ Նա լքեց իմ մորը, երբ իմացավ հղիության մասին։ Ամուսնացած գործարար, ով չէր ցանկանում բարդություններ։ Հելենան սրտի կծկում զգաց։ Պատմությունը ցավալիորեն ծանոթ էր։ Ես մեծացել եմ, տեսնելով մորս աշխատելիս 2, երբեմն 3 աշխատանքում, շարունակեց նա։ Մաքրուհի օրվա ընթացքում, մատուցողուհի, երեկոյան։ Նա երազում էր ինձ կրթություն տալու մասին, ասում էր, որ մի օր կարևոր մարդ կդառնամ։ Եվ նա ճիշտ էր, նկատեց Հելենան։ Ռիկարդոյի դեմքին տխուր ժպիտ անցավ։ Այո, բայց նա չապրեց, տեսնելու համար։ Մի դժբախտ պատահար, երբ ես համալսարանում էի։ Հելենան բնազդաբար դիպչեց նրա ձեռքին, մխիթարության ժեստ, ընդհանուր կորստի առջ։ Ցավում եմ։ Դրանից հետո ես խորասուզվեցի ուսումն ու աշխատանքի մեջ։ Ավարտեցի, բացեցի իմ առաջին ընկերությունը, ճիշտ ներդրումներ կատարեցի։ Մնացածը, ինչպես ասում են, պատմություն է։ Եվ երբեք, Հելենան վարանեց, անվստահ, թե արդյոք պետք է անձնական հարց տա։ Երբեք չմտածեցիք ձեր սեփական ընտանիքը ստեղծելու մասին։ Ռիկարդոն երկար ժամանակ նայեց իր ձեռքերին։ Մի քանի տարի առաջ մեկը կար։ Կլաուդիան։ Մենք նշանված էինք, պլանավորում էինք հարսանիքը, մինչ նա իմացավ, որ երեխաներ չի կարող ունենալ։ Եվ դա խնդիր էր ձեզ համար, զարմացած հարցրեց Հելենան։ Ինձ համար։ Ոչ։ Նրա համար, այո, բացատրեց նա հին ցավի արտահայտությամբ։ Նա որոշեց, որ ես արժանի եմ կնոջ, ով կարող է ինձ երեխաներ պարգել։ Ամեն ինչ ավարտվեց, նա տեղափոխվեց արտասահման։ Երբեք նրան չտեսա։ Հելենան գլխով արեց, հուզված պատմությունից։ Դա ես ցավում եմ։ Կյանքը տարօրինակ ճանապարհներ է բռնում, փիլիսոփայեց Ռիկարդոն։ Իսկ դուք։ Եթե շատ անձնական չէ։ Բեատրիսի հայրը։
Հելենան խորը շունչ քաշեց։ Արդար էր նա իր պատմությունը կիսելը, այն ամենից հետո, ինչ Ռիկարդոն բացահայտել էր։ Մենք համալսարանի գործընկերներ էինք։ Ես սովորում էի լոգիստիկա, նա կառավարում։ Երբ ես հղիացա, երրորդ կուրսում, նա պարզապես անհետացավ։ Փոխեց համարը, արգելափակեց իմ սոցիալական ցանցերը։ Ավելի ուշ իմացա, որ նա տեղափոխվել է մեկ այլ կամպուս։ Ռիկարդոն հոնքերը գիտեց, ակնհայտորեն վրդովված։ Նա երբեք չփորձեց ճանաչել իր դստերը։ Երբեք։ Ես փորձեցի գտնել նրան, երբ Բեատրիսը ծնվեց, բայց ի վերջո հասկացա, որ նրան պետք չէ մեկը, ով չէր ուզում նրան իր կյանքում։ Դուք քաջություն ունեիք, նկատեց Ռիկարդոն։ Շատերը կհանձնվեին, կթողնեին։ Ուսումը։ Հելենան ուսերը թոթվեց։ Ես փորձեցի շարունակել, բայց վերջին կիսամյակում ծախսերը չափազանց շատ էին։ Ստիպված էի ընտրել համալսարանն ավարտելու կամ սեղանին ուտելիք դնելու միջ։ Նա ժեստ արեց, ընդգրկելով բնակարանը։ Ինչպես տեսնում եք, ես ընտրեցի երկրորդ տարբերակը։ Լոգիստիկա, ասացիք, հարցրեց Ռիկարդոն հանկարծակի հետաքրքրությամբ։ Ընդամենը մեկ կիսամյակ էր պակասում։ Այո, հաստատեց Հելենան, շփոթված զրույցի տոնի փոփոխությունից։ Ինչո՞վ։ Ռիկարդոն հենվեց բազմոցին, մտածկոտ։ Գիտեք, իմ ընկերությունը ընդլայնում է լոգիստիկայի բաժինը։ Մասնավորապես, մեզ պետք են մարդիկ, ովքեր Երանը գիտեն իրենց ձեռքի ափի պես։ Հելենան ուղղվեց, սիրտը արագանալով։ Ինչ եք առաջարկում։ Սկզբի համար, ստաժավորում։ Վճարովի, իհարկե։ Ժամանակի ճկունությամբ, որպեսզի կարողանաք ավարտել համալսարանը հոգ տանել Բեատրիսի մասին։ Սա, Հելենան մրմնջաց, հազիվ կարողանալով մարսել առաջարկը։ Ինչո՞վ։ Ինչու պետք է դա անեիք ինձ համար։ Ռիկարդոն լրջորեն նայեց նրան։ Դա բարեգործություն չէ, եթե դա եք մտածում։ Դա բիզնես առաջարկ է։ Դուք ունեք իրական փորձ որպես տաքսիստ, գիտեք քաղաքը, հասկանում եք լոգիստիկան գործնականում։ Սա արժեք ունի։ Հելենան զգաց, որ արցունքներ են սպառնում թափվել։ Չգիտեմ, ինչ ասել։ Ասեք այո, պարզապես պատասխանեց նա։ Եվ իմացեք, որ ընկերությունն ունի մանկապարտեզ աշխատակիցների երեխաների համար։ Արցունքները վերջապես հոսեցին նրա դեմքով։ Դրանք ոչ միայն երախտագիտության արցունքներ էին, այլ թեթացման, այն թեթացման, ով տեսնում է առաջին անգամ երկար ժամանակ լույս թունելի վերջում։ Գլուխ 5 Առաջին քայլերը Սուրբ Ծննդյան լուսաբացը մեղմ լույս բերեց, որը թափանցում էր բնակարանի պարզ վարագույրներից։ Հելենան արթնացավ շփոթված, մի քանի վայրկյան պահանջելով նախորդ գիշերվա իրադարձությունները մարսելու համար։ Իր կողքին Բեատրիսը խորը քնած էր, գրկած նոր խոսող տիկնիկը։ Իմպրովիզացված տոնակատարության հետքերը, լույսերը, պատրված փաթեթները, դեռ կիսով չափ դրված սեղանը հաստատում էին, որ դա պարզապես երազ չէր եղել։ Ռիկարդոն հեռացել էր կեսգիշերից քիչ անց, թողնելով իր անձնական քարտը, ձեռքով գրված բջջային հեռախոսի համարով։ Զանգահարեք հաջորդ շաբաթ, ստաժավորման մասին խոսելու համար, ասել էր նա։ Եվ շնորհավոր Սուրբ Ծնունդ, Հելենա։ Հիմա, ցերեկվա լույսի ներքո, կասկածները սկսեցին առաջանալ։ Արդյոք հնարավոր էր, որ իր կյանքն այդքան կտրուկ փոխվեր պատահական հանդիպման պատճառով։ Մի մասը վախենում էր, որ համարին զանգահարելիս կիմանար, որ ամեն ինչ պարզապես վատ ճաշակի բարդ խաղ էր եղել։ Մայրիկ, Բեատրիսի քնկոտ ձայնը ընդհատեց նրա մտքերը։ Դա երազ չէր, չէ։ Պապա Նոյելի ընկերն իսկապես այստեղ էր։ Հելենան ժպտաց, շոյելով դստեր խճճված մազերը։ Ոչ, սիրելիս։ Դա երազ չէր։ Հաջորդ ժամերը լցված էին ընտանեկան Սուրբ Ծննդյան պարզ ուրախությամբ։ Բեատրիսը հերթագայում էր նոր խոսող տիկնիկով խաղալու արքայադուստրի զգեստը հագնելու միջ, մինչ Հելենան հատուկ ճաշ էր պատրաստում Ռիկարդոյի թողած բաղադրիչներով։ Դա հազվագյուտ շքեղություն էր, կարողանալ ամբողջ օրը դստեր հետ անցկացնել, առանց աշխատանքի գնալու անհանգստության։ Կեսօրին, մինչ Բեատրիսը քնում էր հոգնածությունից, Հելենան վերջապես քաջություն հավաքեց ուսումնասիրելու Ռիկարդոյի թողած քարտը։ Այն էլեգանտ էր, Մենդեսյան կորպորացիաներ, ի լոգոն դրոշմված ոսկե գույնով։ Նա շրջեց այն տեսավ բջջային հեռախոսի համարը, գրված ամուր արական ձեռագրով։ Ներքում կար մի նշում. Շնորհակալություն ինձ տարիների լավագույն Սուրբ Ծնունդը պարգելու համար։
Այդ մի քանի բառերը ցրեցին նրա անվստահության մի մասը։ Միայն նա Բեատրիսը չէին ստացել նվեր այդ գիշեր։ Ինչ-որ կերպ նա արժեքավոր բան էր տվել Ռիկարդոյին։ Հաջորդ օրերը անցան ծանոթ առօրյայով։ Հելենան շարունակում էր աշխատել որպես տաքսիստ, բայց հիմա նրա օրերը լուսավորում էր նոր հույս։ Բեատրիսը անընդհատ խոսում էր Պապա Նոելի ընկերոջ մասին, հարցնելով, թե երբ նա նորից կայցելի։ Հելենան անորոշ պատասխանում էր, վախենալով ստեղծել ակնկալիքներ, որոնք կարող էին չիրականանալ։ Վերջապես, նոր տարվանից հետո առաջին երկուշաբթի օրը Հելենան քաջություն հավաքեց զանգահարեց քարտի վրա գրված համարին։ Նրա ձեռքը թեթակի դողում էր, մինչ նա հավաքում էր թվերը։ 3 զանգ, ապա խորը ծանոթ ձայնը։ Ռիկարդո Մենդեսյան։ Ողջույն, ես Հելենան եմ, ասաց նա, հանկարծ ամաչկոտ զգալով իրեն։ Սուրբ ծննդյան տաքսիստուհին։ Հելենա, նրա ձայնի անկեղծ ուրախությունը զարմացրեց նրան։ Ես սպասում էի ձեր զանգին։ Ինչպե՞ս է Բեատրիսը։ Իսկ դուք։ Զրույցի բնականությունը արագորեն ցրեց նրա նյարդայնությունը։ Ռիկարդոն խոսում էր որպես հին ընկեր, ոչ թե որպես հզոր գործարար։ Նրանք մի քանի րոպե խոսեցին տոների մնացած մասին, մինչ նա հասավ գլխավոր թեմային։ Այն ստաժավորման մասին, որը ես նշեցի դեռ հետաքրքրված եք։ Այո, պատասխանեց Հելենան, փորձելով զսպել անհանգստությունը ձայնում։ Բայց ես պետք է ավելի լավ հասկանամ, թե ինչպես դա կաշխատի։ Իմ իրավիճակը Բեատրիսի հետ բարդ է։ Ես հիանալի հասկանում եմ, նրբորեն ընդհատեց նա։ Ինչու չեք գալիս գրասենյակ վաղը։ Մենք կարող ենք քննարկել բոլոր մանրամասները անձամբ։ Եվ բերեք Բեատրիսին, եթե կցանկանաք։ Ես կցանկանայի նրան ցույց տալ մեր մանկապարտեզը։ Առաջարկն այնքան ուղիղ գործնական էր, որ Հելենան հրաժարվելու պատճառներ չգտավ։ Նրանք համաձայնեցրին ժամանակ կեսօրից հետո, երբ տաքսիների շարժն ավելի քիչ էր, նա անջատեց հեռախոսը, հուզմունքի անհանգստության խառնուրդով։ Հաջորդ օրը նա հագավ իր լավագույն հագուստը, սոցիալական տաբատ պարզ սպիտակ բլուզ, որը պահում էր հատուկ առիթների համար։ Բեատրիսը փայլում էր կապույտ զգեստով, հպարտորեն տանելով իր նոր ձեռք բերած բժշկական պայուսակը։ Կգնանք տեսնելու Պապա Նոելի ընկերոջը նրա աշխատանքում, երրորդ անգամ հարցրեց աղջիկը, մինչ նրանք նստում էին ավտոբուս։ Այո, սիրելիս։ Բայց հիշիր, ինչ խոսեցինք։ Նրա անունը Ռիկարդո է, նա շատ կարևոր գրասենյակում է աշխատում։ Մենդեսյան կորպորացիաները ի շենքը զբաղեցնում էր մի ամբողջ թաղամաս Տիգրան Մեծի պողոտայում, Երանի ֆինանսական սրտում։ Հայելապատ ապակյա ճակատը արտացոլում էր երկինքը, վեհ վախեցնող։ Հելենան իրեն փոքրիկ զգաց, անցնելով պտտվող դռներով, ամուր բռնելով Բեատրիսի ձեռքը։ Շքեղ ընդունարանում անթերի կոստյումով մի երիտասարդ կին նրանց դիմավորեց քաղաքավարի ժպիտով։ Բարի օր։ Ինչով կարող եմ օգնել ձեզ։ Ես հանդիպում ունեմ պարոն Ռիկարդո Մենդեսյանի հետ, բացատրեց Հելենան, իրեն անտեղի զգալով մարմարի բյուրեղի մեջ։ Իմ անունը Հելենա Սահակյան է։ Ընդունարանուհու դեմքի արտահայտությունը նրբորեն փոխվեց, անունը լսելիս։ Ահա, այո։ Պարոն Մենդեսյանը հատուկ հրահանգներ էր թողել ձեր այցի մասին։ Խնդրում եմ, ուղեկցեք ինձ։ Փոխանակ նրանց սպասասրահ տանելու, ընդունարանուհին նրանց ուղղակիորեն տարավ մասնավոր վերելակ, որը բարձրանում էր մինչ վերին հարկ։ Բեատրիսը, հմայված լուսավորված կոճակներով, թույլտվություն խնդրեց դրանք սեղմելու համար։ Ռիկարդոյի գրասենյակը զբաղեցնում էր ամբողջ վերին հարկը։ Երբ վերելակի դռները բացվեցին, Հելենային դիմավորեց լայն տարածք, զարդարված զուսպ էլեգանտությամբ։ Մեծ պատուհանները Երանի համայնապատկերային տեսարան էին առաջարկում, ժամանակակից արվեստի գործերը զարդարում էին պատերը։ Ռիկարդոն անձամբ եկավ նրանց դիմավորելու, հագնված մուգ կապույտ կոստյումով, որը հակադրվում էր իր սպիտակ վերնաշապիկին, առանց փողկապի, պաշտոնական, բայց մատչելի։ Նրա ժպիտն անկեղծ էր, երբ նա մոտեցավ։ Հելենա, ուրախ եմ ձեզ տեսնել, ողջունեց նա, մեկնելով ձեռքը։ Այնուհետ ծնկի իջավ Բեատրիսի աչքերի մակարդակին հավասարվելու համար։ Եվ դուք պետք է լինեք հայտնի բժշկուհի Բեատրիսը։ Ես լսել եմ, որ դուք Երանի ամենատաղանդավոր բժիշկն եք։ Աղջիկը ժպտաց, հմայված ճանաչումից։ Ես բերել եմ իմ ստետոսկոպը, հայտարարեց նա, բացելով իր փոքրիկ պայուսակը, ցույց տալու բժշկական խաղալիքը։ Տպավորիչ, լրջորեն պատասխանեց Ռիկարդոն։
Գուցե կարողանաք ավելի ուշ հետազոտել իմ սիրտը, տեսնելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Բեատրիսը գլխով արեց իր 4 տարեկանի ողջ հանդիսավորությամբ։ Հելենան դիտում էր փոխազդեցությունը զարմանքի երախտագիտության խառնուրդով։ Ամեն օր չէ, որ գործադիր տնօրենը երեխայի հետ այդքան անկեղծ հարգանքով էր վերաբերվում։ Ռիկարդոն նրանց տարավ միջանցքով դեպի մասնավոր հանդիպումների սենյակ, որտեղ միջին տարիքի մի կին էր սպասում նրանց։ Սա Մարիա Օլիվեյրան է, մեր մարդկային ռեսուրսների տնօրենը, ներկայացրեց նա։ Մարիա, սա Հելենա Սահակյանն է, նրա դուստրը, Բեատրիսը։ Կինը ջերմորեն ողջունեց նրանց։ Ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ։ Ռիկարդոն շատ լավ է խոսել ձեր մասին, Հելենա։ Նախքան պաշտոնական հանդիպումը կսկսվեր, մի երիտասարդ օգնական հայտնվեց դռան մոտ։ Եթե դուք չեք առարկի, ասաց Ռիկարդոն, դիմելով Հելենային, Աննան կարող էր Բեատրիսին տանել մեր մանկապարտեզը ցույց տալու, մինչ մենք կխոսենք։ Այն գտնվում է նույն հարկում։ Հելենան կարճ վարանեց, իր պաշտպանական բնազդը միացավ։ Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, քնքշորեն ավելացրեց Մարիան։ Մանկապարտեզն ունի ապակյա պատեր։ Դուք կարող եք այնտեղից տեսնել այն։ Եվ Աննան մեր մանկավարժական համակարգողն է, նախադպրոցական կրթության մասնագետ։ Մոր հավանությունը ստանալուց հետո Բեատրիսը ոգորված հետեց օգնականին, անհամբեր սպասելով այլ երեխաների հետ ծանոթանալուն։ Հետաց հանդիպումը զարմանալիորեն մանրամասն պրոֆեսիոնալ էր։ Չկար որևէ բարեհաճություն կամ հատուկ վերաբերմունք։ Ռիկարդոն ներկայացրեց ստաժավորման անկեղծորեն կառուցված առաջարկ։ Հելենան կմիանար լոգիստիկայի բաժնին որպես ստաժոր, շուկայականին համապատասխան աշխատավարձով, բայց մի տարբերությամբ՝ ճկուն ժամեր, որոնք թույլ կտային նրան վերսկսել ուսումը։ Մենք կապ հաստատեցինք այն համալսարանի հետ, որտեղ դուք սովորում էիք, բացատրեց Մարիան, նայելով թղթապանակին։ Ձեզ պակասում է ճիշտ 6 առարկա, դասընթացն ավարտելու համար։ Ընկերությունը կարող է օգնել մասնակի կրթաթոշակով, ինչպես մենք անում ենք այլ աշխատակիցների հետ։ Իսկ Բեատրիսի մասին, հարցրեց Հելենան, դեռ վախենալով։ Մեր կորպորատիվ մանկապարտեզը սպասարկում է աշխատակիցների երեխաներին առավոտյան 7-ից մինչ երեկոյան 7, պատասխանեց Մարիան։ Այն հավաստագրված է ԳԳՄՍ-ի կողմից, ունի որակավորված ուսուցիչներ։ Բեատրիսը կլիներ այստեղ, նույն շենքում, ինչ դուք։ Առաջարկը գրեթե չափազանց կատարյալ էր, որպեսզի ճիշտ լիներ։ Հելենան նայեց Ռիկարդոին, փորձելով հասկանալ նրա իրական դրդապատճառները։ Կարծես կարդալով նրա մտքերը, նա պարզաբանեց. Ես բարեգործություն չեմ անում, Հելենա։ Մենք ներդրում ենք կատարում ձեր մեջ, որպես պրոֆեսիոնալի։ Ձեր փորձը Երանի փողոցներում հենց այն է, ինչ մեզ պետք է մեր առաքման քաղաքային լոգիստիկայի երթուղիները օպտիմալացնելու համար։ Մենք հավատում ենք հնարավորություններ տալուն, լրացրեց Մարիան։ Ռիկարդոն ինքը համեստ ծագում ունի, գնահատում է այն մարդկանց, ովքեր վճռականություն աշխատանքային էթիկա են ցուցաբերում։ Հելենան նայեց ապակյա միջնապատով, որտեղ նա կարող էր տեսնել Բեատրիսին ուրախությամբ խաղալիս մանկապարտեզում այլ երեխաների հետ, գունավոր լավ հագեցած։ Նրա դուստրն արդեն ընկերություն էր արել իր տարիքի մի աղջկա հետ, երկուսն էլ խորասուզված էին հանելուկ հավաքելու մեջ։ Երբ պետք է սկսեի, վերջապես հարցրեց, ձայնը թեթակի խզված։ Հաջորդ երկուշաբթի, եթե հարմար է, պատասխանեց Ռիկարդոն։ Դա ձեզ ժամանակ կտա կազմակերպելու ձեր հեռացումը տաքսի ընկերությունից լուծելու ցանկացած խնդիր։ Իսկ իմ գրանցումը համալսարանում։ Մենք արդեն ստուգել ենք օրացույցը, տեղեկացրեց Մարիան։ Հաջորդ կիսամյակը սկսվում է 3 շաբաթից։ Բավական ժամանակ է ամեն ինչ կազմակերպելու համար։ Հելենան կրծքում անզուսպ հուզմունք զգաց, երախտագիտության թեթացման հույսի խառնուրդ, որը նա երկար ժամանակ չէր զգացել։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով պահպանել հանգստությունը։ Ես ընդունում եմ, պարզապես ասաց։ Եվ շնորհակալ եմ հնարավորության համար։ Ռիկարդոն ժպտաց, ինքնավստահ գործարարի ժպիտից տարբեր, դա այն տղայի ժպիտն էր, ով, ինչպես ինքն էր պատմել, մենակ էր սպասել Սուրբ Ծննդյան գիշերը։ Բարի գալուստ, Մենդեսյան կորպորացիան էր, Հելենա։ Հանդիպման ավարտին նրանք ստորագրեցին նախնական փաստաթղթերը։ Հելենան իրեն թեթակի գլխապտույտ էր զգում, կարծես ամեն ինչ չափազանց արագ էր տեղի ունենում, որպեսի մարսեր։ Երբ Բեատրիսը վերադարձավ մանկապարտեզից, ոգորված խոսելով նոր ընկերների խաղալիքների մասին, իրականությունը սկսեց հաստատվել։ Սա իսկապես տեղի էր ունենում։
Նախքան մեկնելը, Ռիկարդոն նրանց ուղեկցեց մինչ վերելակ։ Գիտեմ, որ ամեն ինչ շատ հանկարծակի է թվում, ասաց նա ավելի անձնական տոնով, մինչ Բեատրիսը շեղված էր, սեղմելով վերելակի կոճակը։ Բայց ուզում եմ, որ իմանաք, որ ես դա անում եմ ոչ թե իմպուլսիվորեն կամ կարեկցանքից դրդված։ Ես ձեր մեջ ներուժ եմ տեսնում, Հելենա։ Նույն ներուժը, որը մայրս տեսավ իմ մեջ։ Հելենան նրան նայեց, չափազանց հուզված, պատշաճ պատասխանելու համար։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել, միայն դա կարողացավ ասել։ Պետք չէ, պարզապես պատասխանեց նա։ Պարզապես օգտվեք հնարավորությունից։ Մնացածը բնականորեն կգա։ Երբ վերելակի դռները փակվեցին, Հելենան նայեց Բեատրիսին, ով հպարտորեն բռնած էր մանկապարտեզում արված նկարը։ Դա 3 մարդու պարզ դիմանկար էր, ձեռք ձեռքի տված մեծ դեղին արի տակ։ Մի կին, մի աղջիկ, մի տղամարդ։ Ովքեր են այդ մարդիկ քո նկարում, աղջիկս, հարցրեց Հելենան, արդեն կասկածելով պատասխանին։ Բեատրիսը ժպտաց, բացահայտելով ընկած ատամի բացը։ Մենք ենք, մայրիկ։ Ես, դու Ռիկարդոն։ Մենք հիմա ընկերներ ենք, չէ՞։ Հելենան գլխով արեց, չկարողանալով զսպել հուզմունքը։ Այո, սիրելիս։ Հենց այդպես էլ նշանակում է։ Դուրս գալով վերշենքից, Հելենան վերջին անգամ հետ նայեց, դիտելով իր ուրվագիծը արտացոլված հայելապատ ապակու մեջ։ Այնտեղ էր նա, մի կին, ով ընդամենը 2 շաբաթ առաջ պայքարում էր գոյատելու համար, հիմա քայլում էր ավելի թեթ քայլերով դեպի մի ապագա, որը հանկարծ լի էր հնարավորություններով։ Գլուխ 6 Փոխակերպումներ Հաջորդ շաբաթները Հելենայի Բեատրիսի համար փոփոխությունների մրրիկ էին։ Մենդեսյան կորպորացիաներ, ում ստաժավորումը սկսվեց ըստ պլանի, Հելենան արագորեն հայտնվեց մի աշխարհում, որը լիովին տարբեր էր նրանից, ինչին նա սովոր էր։ Լոգիստիկայի բաժինը զբաղեցնում էր կորպորատիվ շենքի 10-րդ հարկը։ Առաջին օրը Հելենան ներկայացվեց երիտասարդ դինամիկ թիմին, որը ղեկավարում էր Կլաուդիա Վասկոնսելոսը, ոլորտում լայն փորձ ունեցող օպերացիաների մենեջերը։ Ռիկարդոն շատ լավ է խոսել ձեր մասին, մեկնաբանեց Կլաուդիան սկզբնական ներկայացման ժամանակ։ Ասաց, որ ձեր գործնական գիտելիքները Երանի փողոցների մասին անգնահատելի են այն օպտիմալացման նախագծի համար, որը մենք մշակում ենք։ Հելենան թեթակի կարմրեց։ Հուսով եմ, որ կհամապատասխանեմ ակնկալիքներին։ Համոզված եմ, որ կհամապատասխանեք, պատասխանեց մենեջերը վստահ ժպիտով։ Եվ մի անհանգստացեք տեխնիկական մասի համար։ Մենք գիտենք, որ դուք դեռ պետք է ավարտեք ձեր կրթությունը։ Մենք այստեղ ենք, միասին սովորելու համար։ Հարմարվելը հեշտ չէր։ Տարիներ շարունակ քաղաքի փողոցներով վարելուց հետո Հելենան ստիպված էր նորից սովորել կորպորատիվ գրասենյակի առօրյան։ Լոգիստիկայի ծրագրային ապահովումը, թիմային հանդիպումները, բիզնես լեզուն, ամեն ինչ սկզբում մի փոքր վախեցնող էր թվում։ Բայց նրա վճռականությունն ավելի մեծ էր, քան վախը։ Մինչ այդ, Բեատրիսը ծաղկում էր կորպորատիվ մանկապարտեզում։ Աղջիկը միշտ շփվող, արագորեն ընկերացավ աշխատակիցների մյուս երեխաների հետ, սիրում էր կրթողների կողմից առաջարկվող կառուցվածքային գործունեությունները։ Հելենայի համար աննկարագրելի թեթացում էր ամեն օր ճաշել դստեր հետ, ստիպված չլինել նրան թողնել հարանների կամ հեռավոր մանկապարտեզների մոտ։ Համալսարանի դասերը վերսկսվեցին ըստ նախատեսվածի։ Շաբաթական 3 երեկո, Բեատրիսին տիկին Զելիայի մոտ թողնելուց հետո, Հելենան գնում էր համալսարան, ավարտելու իր կրթության համար պակասող առարկաները։ Առաջին շաբաթներին նա իրեն անտեղի էր զգում։ Նա ավելի մեծ էր, քան իր գործընկերների մեծ մասը, տարիներ շարունակ հեռու էր մնացել ակադեմիական միջավայրից։ Բայց նրա գործնական գիտելիքները հաճախ տպավորում էին դասախոսներին, աստիճանաբար նա վերականգնեց իր վստահությունը իր մտավոր կարողությունների նկատմամբ։ Ռիկարդոն աշխատանքային ժամերին պահպանում էր համապատասխան պրոֆեսիոնալ հեռավորություն։ Ընկերության միջանցքներում նա ողջունում էր նրան նույն ջերմությամբ, ինչ մյուս աշխատակիցներին։ Չկար ակնհայտ բարեհաճություն կամ հատուկ վերաբերմունք։ Այնուամենայնիվ, երբեմն Հելենան նրան բռնում էր հեռվից նրան դիտելիս բաժնի հանդիպումների ժամանակ, մի արտահայտությամբ, որը խառնում էր հետաքրքրությունը մի բան, որը նա չէր կարողանում ամբողջությամբ վերծանել։ Հենց ստաժավորման երկրորդ ամսվա ընթացքում Հելենան իր արժեքը ապացուցելու առաջին հնարավորությունն ունեցավ։ Թիմը դժվարություններ էր կրում կենտրոնական շրջանում առաքումների երթուղիների նախագծի հետ, ծրագրային ապահովման ինժեներների կողմից մշակված ալգորիթմները արդյունավետ արդյունքներ չէին տալիս։
Խնդիրն այն է, որ այս մոդելները հաշվի չեն առնում փողոցների իրականությունը, բացատրեց Հելենան ճգնաժամային հանդիպման ժամանակ։ Թղթի վրա այս երթուղին ավելի կարճ է թվում, բայց ցանկացած տաքսիստ գիտի, որ այն խցանվում է առավոտյան 10-ից մինչ երեկոյան 2-ը տեղական արդրի պատճառով։ Կլաուդիան խրախուսեց նրան շարունակել։ Հելենան ի սկզբանե ամաչկոտ վստահություն ձեռք բերեց, հասկանալով, որ նա ունի ամբողջ թիմի ուշադրությունը։ Օգտագործելով քաղաքի թվային քարտեզը, նա սկսեց նկարել այլընտրանքային երթուղիներ, բացատրելով յուրաքանչյուր թաղամասի նրբությունները, խնդրահարույց ժամերը, նույնիսկ մշակութային առանձնահատկությունները, որոնք ազդում էին երթևեկության վրա տարբեր շրջաններում։ Գործնականում այս երթուղին ավելի լավ է երկուշաբթի-երեքշաբթի օրերին, բայց հինգշաբթի օրերին պետք է հաշվի առնենք շուկան, որը արգելափակում է երկու գլխավոր փողոց։ Շաբաթ օրերին հոսքը լիովին փոխվում է ժողովրդական արդրի պատճառով։ Իմպրովիզացված ներկայացումը տեց գրեթե 1 ժամ։ Երբ այն ավարտվեց, նա նկատեց, որ Ռիկարդոն լուռ մտել էր սենյակ, դիտում էր հետից, ակնհայտ բավարարվածության արտահայտությամբ։ Սա հենց այն է, ինչ մեզ պետք էր, ոգորված հայտարարեց Կլաուդիան։ Հելենա, կցանկանայի, որ դուք ղեկավարեիք փորձնական նախագիծ, ինտեգրելով այս գործնական գիտելիքները մեր համակարգին։ Դա պրոֆեսիոնալ ճանաչման բազմաթիվ պահերից առաջինն էր։ Այն, ինչ սկսվեց որպես ստաժավորում, արագորեն վերածվեց բաժնի կենսական դիրքի։ Փորձնական նախագիծը հաջողություն ունեցավ, նվազեցնելով առաքման միջին ժամանակը 23%, ով խնայելով վառելիք մարդկային ռեսուրսներ։ Ստաժավորման սկզբից 3 ամիս անց Հելենան պաշտոնապես ընդունվեց որպես կրտսեր լոգիստիկայի վերլուծաբան, նույնիսկ դեռս համալսարանն ավարտելուց առաջ։ Ֆինանսական փոփոխությունը թույլ տվեց նրան Բեատրիսին թողնել Ավան վարչական շրջանի փոքրիկ բնակարանը, տեղափոխվել ավելի ընդարձակ աշխատանքին մոտ համալիր։ Այն շքեղ չէր, բայց առաջարկում էր անվտանգություն, փոքրիկ հանգստի գոտի, ամենակարևորը՝ սենյակ միայն Բեատրիսի համար, ով այժմ կարող էր զարդարել իր սեփական տարածքը գունավոր նկարներով, այն գրքերով, որոնք նա այդքան սիրում էր։ Ուրբաթ օրվա կեսօրին, իր նոր կյանքի սկզբից մոտ 6 ամիս անց, Հելենան անսպասելի հրավերով զարմացավ։ Ռիկարդոն նրան կանչեց իր գրասենյակ, մի բան, որը հազվադեպ էր տեղի ունենում այն օրվանից, երբ նա պաշտոնապես միացել էր թիմին։ Ինչպե՞ս եք հարմարվում, հարցրեց նա, նրան նստելու հրավիրելուց հետո։ Շատ լավ, անկեղծորեն պատասխանեց Հելենան։ Թիմը հիանալի է, աշխատանքը դժվարին է լավագույն իմաստով։ Եվ Բեատրիսն ավելի երջանիկ է, քան երբը։ Ռիկարդոն ժպտաց, անկեղծորեն բավարարված։ Ձեր արդյունքները բացառիկ են եղել։ Կլաուդիան չի դադարում գովաբանել ձեր ներդրումը բաժնում։ Հելենան թեթակի կարմրեց։ Նույնիսկ ամիսների դրական արձագանքներից հետո նա դեռ սովոր չէր պրոֆեսիոնալ գովասանքներ ստանալուն։ Ես առաջարկ ունեմ, շարունակեց Ռիկարդոն, թեթակի թեքվելով։ Մենք մշակում ենք քաղաքային լոգիստիկայի նոր համակարգ, որը կներկայացվի Լիսաբոնի միջազգային համաժողովում հաջորդ ամիս։ Կցանկանայի, որ դուք միանայիք այն թիմին, որը կներկայացնի ընկերությունը։ Հելենան աչքերը լայն բացեց, զարմացած։ Ես։ Բայց բաժնում շատ ավելի փորձառու մարդիկ կան։ Այո, բայց ոչ ոք չունի ձեր գործնական գիտելիքները, զուգորդված այն վերլուծական տեսլականով, որը դուք ցուցաբերել եք, պնդեց նա։ Բացի այդ, դա հնարավորություն կլիներ ծանոթանալու այլ մոտեցումների, միջազգային կապեր հաստատելու։ Ինչ-որ արժեքավոր բան ձեր կարիերայի համար։ Ես չգիտեմ ինչ ասել, պատասխանեց Հելենան, անկեղծորեն շփոթված։ Ես երբեք չեմ լքել Հայաստանը։ Եվ Բեատրիսը։ Բեատրիսը կարող էր նույնպես գնալ, առաջարկեց Ռիկարդոն։ Ընկերությունը կհոգար բոլոր ծախսերը, իհարկե։ Մենք կարող էինք ճանապարհորդությունը երկարացնել մի քանի օրով համաժողովից հետո, որպեսզի դուք ծանոթանայիք քաղաքին։ Դա դիտարկեք որպես ներդրում ձեր մասնագիտական զարգացման մեջ։ Առաջարկը չափազանց գայթակղիչ էր հրաժարվելու համար, նույնիսկ այն բոլոր անվստահություններով, որոնք Հելենան դեռ կրում էր։ Մի քանի գործնական դիտարկումներից հետո, ներառյալ ստուգելը, թե արդյոք Բեատրիսի անձնագիրը կարգին էր ակադեմիական օրացույցը կարգավորելը, նա ընդունեց մարտահրավերը։ Ճանապարհորդությանը նախորդող շաբաթները լարված էին։ Հելենան անխոնջ աշխատում էր այն նախագծի վրա, որը պետք է ներկայացվեր, կատարելագործելով յուրաքանչյուր մանրամասն, միաժամանակ մտովի պատրաստվելով իր առաջին միջազգային ճանապարհորդությանը։
Բեատրիսը իր հերթին հրճվանքի մեջ էր ինքնաթիռով թռչելու արքայադուստրերի ամրոցը տեսնելու գաղափարից, որը նա տեսել էր իր հեքիաթների գրքերում։ Մեկնման առավոտյան Հելենան անհանգստության հուզմունքի խառնուրդ զգաց, սպասելով Զվարթնոց միջազգային օդանավակայանի սրահում։ Ռիկարդոն ժամանեց ժամանակին, ուղեկցությամբ Կլաուդիայի թիմի երկու այլ անդամների, ովքեր մասնակցելու էին համաժողովին։ Պատրաստ եք արկածի համար, հարցրեց նա ծնկի իջնելով Բեատրիսի աչքերի մակարդակին հավասարվելու համար, ով ամուր բռնած էր իր գունավոր ստետոսկոպներով զարդարված ճամպրուկը, դեռ վճռական բժիշկ դառնալու։ Իսկապես կտեսնենք արքայադուստրերի ամրոցը, հարցրեց աղջիկը, նրա աչքերը փայլում էին սպասումից։ Շատ ամրոցներ կտեսնենք, խոստացավ Ռիկարդոն ժպիտով։ Եվ պալատներ, հրապարակներ, Ատլանտյան օվկիանոսը։ Թռիչքն անցավ առանց խնդիրների, Բեատրիսը զարմանալիորեն լավ էր պահում իրեն իր տարիքի երեխայի համար։ Հելենան քնքշորեն դիտում էր, թե ինչպես էր դուստրն ամուր բռնած Ռիկարդոյի ձեռքը, մինչ նա համբերատար բացատրում էր, թե ինչպես են ձևավորվում ամպերը, ինչու են ականջները զվարճալի դառնում թռիչքի վայրէջքի ժամանակ։ Լիսաբոնը նրանց դիմավորեց բյուրեղյա կապույտ երկնքով Տեժո գետից եկող մեղմ քամիով։ Ընկերության կողմից ընտրված հյուրանոցը գտնվում էր քաղաքի պատմական սրտում, նարնջագույն տանիքների պորտուգալական մայրաքաղաքին բնորոշ նեղ փողոցների տեսարանով։ Առաջին օրերին ժամանակացույցը գերիշխում էր համաժողովի գործունեությամբ, ներկայացումներով, սեմինարներով, պոտենցիալ միջազգային գործընկերների հետ հանդիպումներով։ Հելենան զարմացավ իր սեփական ճարպկությունից, ներկայացնելով լոգիստիկայի օպտիմալացման նախագիծը, որի մշակմանը նա օգնել էր։ Նրա բրազիլական պորտուգալերենը, խառնված անգլերենի որոշ տեխնիկական արտահայտությունների հետ, որոնք նա ինտենսիվորեն պարապել էր, լավ ընդունվեց միջազգային լսարանի կողմից։ Նրա ներկայացման ավարտին եվրոպական ընկերությունների մի քանի ներկայացուցիչներ հետաքրքրություն հայտնեցին կիրառված մեթոդաբանության մանրամասները իմանալու համար։ Դուք անհավանական եք, մեկնաբանեց Ռիկարդոն ներկայացումների նիստին հաջորդող կոկտեյլի ժամանակ։ Բնական, վստահ, ճշգրիտ։ Կարծես ամբողջ կյանքում դա արել եք։ Հելենան ժպտաց, դեռ մարսելով անսպասելի հաջողությունը։ Ես հիանալի թիմ ունեմ, որն ինձ աջակցում է, դիվանագիտորեն պատասխանեց։ Բնածին տաղանդ ունեք, ուղղեց նա։ Եվ նոր մարտահրավերներին հարմարվելու կարողություն, որը հազվագյուտ է։ Համաժողովի պաշտոնական փակումից հետո, ինչպես խոստացվել էր, նրանք 2 ազատ օր ունեցան քաղաքը ուսումնասիրելու համար։ Կլաուդյան թիմի մյուս անդամները վերադարձան Հայաստան, մինչ Ռիկարդոն մնաց Լիսաբոնը ցույց տալու Հելենային Բեատրիսին։ Հենց այդ օրերին, կորպորատիվ միջավայրից հեռու, նրանց հարաբերությունները ստացան ավելի անձնական երանգներ։ Քայլելով քարե փողոցներով, այցելելով Սուրբ Գորգի ամրոց, վայելելով Բելեմի թխվածքաբլիթները գետի ափին գտնվող սրճարաններում, նրանք խոսեցին երազանքների, հիշողությունների, հույսերի մասին։ Մի հատկապես հաճելի կեսօրին, մինչ Բեատրիսը խաղում էր նրա հսկողության տակ, Ժերոնիմոսի վանքի մոտ գտնվող զբոսայգում, Ռիկարդոն վերջապես բառերով արտահայտեց այն, ինչ ամիսներ շարունակ աճում էր նրանց միջ։ Գիտեք, ինչն է ինձ ամենաշատը տպավորում ձեր մեջ, Հելենա, հարցրեց նա, դիտելով մայրամուտը ոսկեգույնով ներկելիս Տեժո գետի ջրերը։ Դա ոչ միայն ձեր խելքը կամ վճռականությունն է, այլ այն, թե ինչպես եք դուք թույլ չտալիս, որ դժվար հանգամանքները կարծրացնեն ձեր սիրտը։ Հելենան նրան նայեց, զարմացած դիտարկման խորությունից։ Երբ ես հանդիպեցի իմ մորը Սուրբ Ծննդյան այդ գիշերը, շարունակեց Ռիկարդոն, ձեր մեջ տեսա նույն ուժը, որին հիանում էի նրա մեջ։ Բայց նա տեսա մի բան, որը նա կորցրել էր տարիների ընթացքում։ Հույս։ Երբեմն հույսը միակ շքեղությունն է, որը մենք կարող ենք մեզ թույլ տալ, մեղմորեն պատասխանեց Հելենան։ Ռիկարդոն գլխով արեց, մտածկոտ։ Երբ ես ձեզ գտա, ես տարօրինակ պահի էի իմ կյանքում։ Մասնագիտական հաջողություն, ճանաչում, նյութական հարմարավետություն, ես ունեի այն ամենը, ինչ կարող է գնել փողը։ Եվ այնուամենայնիվ, դատարկություն էի զգում։ Իսկ հիմա, հարցրեց Հելենան, զգալով, որ սիրտը թեթակի արագանում է։ Հիմա, պատասխանեց նա, նրա հայացքը հանդիպելով նրա հայացքին, ես հասկանում եմ, որ փնտրում էի մի բան, որը փողը չի կարող գնել։ Կապ։ Նպատակ։ Տուն վերադառնալու պատճառ, բացի աշխատանքից։ Պահը ընդհատվեց Բեատրիսի կողմից, ով վազեց նրանց մոտ, ցույց տալու մի ծաղիկ, որը նա գտել էր։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Մի դուռ էր բացվել, կարևոր խոսքեր էին ասվել։
Լիսաբոնում վերջին գիշերը հոգնած Բեատրիսին սենյակի հարակից սենյակում քնեցնելուց հետո Հելենան Ռիկարդոյին գտավ պատշգամբում, դիտելով լուսավորված քաղաքը։ «Շնորհակալ եմ այս ամենի համար», ասաց նա, միանալով նրան։ «Ոչ միայն ճանապարհորդության համար, այլ մեր կյանքը փոխելու համար»։ Ռիկարդոն շրջվեց դեպի նա, նրա հայացքը լարված լիսաբոնյան գիշերվա մեղմ լույսի ներքո։ «Դուք ինձ շնորհակալություն եք հայտնում, կարծես ես ձեզ բարեհաճություն եմ արել», պատասխանեց նա։ «Բայց ճշմարտությունն այն է, Հելենա, որ դուք Բեատրիսը իմ կյանքին վերադարձրել եք մի բան, որը ես նույնիսկ չգիտեի, որ կորցրել էի»։ Կար նշանակալի լռության պահ, որտեղ չասված բառերը կախված էին նրանց մեջ։ Այնուհետ, հին քաղաքը որպես վկա, Ռիկարդոն նրբորեն վերցրեց նրա ձեռքը իր ձեռքի մեջ։ «Ես ճիշտ չգիտեմ, թե ինչ է կատարվում մեր մեջ», խոստովանեց նա զինաթափող անկեղծությամբ։ «Միայն գիտեմ, որ Սուրբ Ծննդյան այդ գիշերվանից ի վեր ինչ-որ բան փոխվել է։ Եվ ես չեմ ուզում վերադառնալ այնպիսին լինելուն, ինչպիսին էի ձեզ հանդիպելուց առաջ»։ Հելենան զգաց, որ արցունքներ են գոյանում իր աչքերի անկյուններում, ոչ թե տխրությունից, այլ խորը բարդ հուզմունքից, որը նա չէր կարողանում ամբողջությամբ անվանել։ «Ես վախենում եմ», խոստովանեց նա, ձայնը գրեթե շշուկ։ «Վախենում եմ վստահելուց, թույլ տալուց ինձ զգալ։ Եվ վախենում եմ, որ դա ամեն ինչ կբարդացնի աշխատանքը, այն հնարավորությունը, որը դուք ինձ տվեցիք»։ «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունները», պատասխանեց Ռիկարդոն, նրբորեն սեղմելով նրա ձեռքը։ «Ես հիմա պատասխան չեմ խնդրում։ Պարզապես ուզում եմ, որ իմանաք, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի մեր մեջ, ձեր տեղը ընկերությունում ձեռք է բերվել ձեր սեփական արժանինքներով։ Ոչինչ չի փոխի դա»։ Հելենան գլխով արեց, զգալով թեթացման սպասումի խառը զգացում։ «Երբ վերադառնանք Երան», սկսեց նա, անորոշ, թե ինչպես ավարտել միտքը։ «Երբ վերադառնանք», ավարտեց Ռիկարդոն մեղմ ժպիտով, «մեկ քայլ կանենք միաժամանակ։ Առանց ճնշման, առանց ակնկալիքների։ Պարզապես երկու մարդ, պարզելով, թե արդյոք կա ինչ-որ ավելին, քան այն բարեկամությունը փոխադարձ հարգանքը, որը մենք արդեն կիսում ենք»։ Մինչ Լիսաբոնի ծովային զեփյուրը շոյում էր նրանց դեմքերը, Հելենան իրեն թույլ տվեց, առաջին անգամ երկար տարիների ընթացքում, մտածել նոր սկզբի հնարավորության մասին, ոչ միայն մասնագիտական, այլ անձնական։ Մի սկիզբ, որն առաջացել էր ամենաանհավանական ձով։ Սուրբ Ծննդյան նախօրեին տաքսի ուղղորության ժամանակ, երբ նա միակ բանը, որ ուզում էր իր դստեր հետ լինելն էր, չպատկերացնելով, որ իր կողքի ուղորը հավերժ կփոխեր իր կյանքի ընթացքը։ Եզրափակում, 1 տարի անց Դարչինի խնձորի բույրը տարածվում էր Բաղրամյան պողոտայի շենքի վերին հարկի ընդարձակ բնակարանում։ Համայնապատկերային պատուհանից Երանի տեսարանը, լուսավորված Սուրբ Ծննդյան զարդարանքներով, շունչ էր կտրում, լույսերի օվկիանոս, որը տարածվում էր այնքան հեռու, որքան աչքը կարող էր տեսնել։ Ընդարձակ հյուրասենյակում վեհաշուկ Սուրբ Ծննդյան ծառը զբաղեցնում էր արտոնյալ անկյուն, զարդարված ավանդական զարդարանքների մանկական ձեռքերով արված գունավոր նկարների էլեգանտ հավասարակշռությամբ։ Հելենան, պատահական զգեստի վրա գոգնոցով, վերջին շտկումներն էր անում ընթրիքի վրա, որը պետք է մատուցվեր մի քանի ժամից։ Ամերիկյան խոհանոցի սեղանին, իր լոգիստիկայի ֆակուլտետի ավարտական վկայականը, շրջանակված պարզ, բայց էլեգանտ շրջանակում, զբաղեցնում էր առանձնահատուկ տեղ։ Կողքին, մի քանի լուսանկարներ պատմում էին վերջին տարվա պատմությունը, Հելենան Բեատրիսը Լիսաբոնում, լոգիստիկայի բաժնի թիմը նշում է նորարարության մրցանակը, զբոսանք զբոսայգում, որտեղ 3 մարդ ժպտում են տեսախցիկին։ Հյուրասենյակից մանկական ծիծաղի ձայն էր գալիս։ Բեատրիսը, այժմ 5 տարեկան, ավելի ինքնավստահ, քան երբևէ, նստած էր հատակին, հավաքելով բարդ հանելուկ Ռիկարդոյի հետ։ Նրանց միջև ծանոթությունն ու բնականությունը ակնհայտ էր, աստիճանական հարգալից համակեցության ամիսների արդյունք։ «Տեսեք, մենք կարողացանք ավարտել ամրոցի մասը», բացականչեց Բեատրիսը, ոգորությամբ ծափահարելով։ «Հիանալի աշխատանք, բժշկուհի», պատասխանեց Ռիկարդոն այն լրջությամբ, որը նա միշտ օգտագործում էր, անդրադառնալով աղջկա բժշկական հավակնություններին։ «Ձեր կենտրոնացումն ավելի ու ավելի լավ է դառնում»։ Դոմոֆոնը զանգեց, ազդարարելով Սուրբ Ծննդյան ընթրիքի առաջին հյուրերին։ Հելենան չորացրեց ձեռքերը գոգնոցի վրա գնաց պատասխանելու։ «Պետք է տիկին Զելյան իր քույրը լինեն», մեկնաբանեց նա, հայացքներ փոխանակելով Ռիկարդոյի հետ։ Առաջին այցելուն, սակայն, Կլաուդիա Վասկոնսելոսն էր, մենեջերը, ով դարձել էր Հելենայի դաստիարակը ընկերը վերջին 1 տարվա ընթացքում։ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ», բացականչեց գործադիրը, 1 շիշ գինի գունավոր փաթեթ տալով։ «Սա Բեատրիսի համար է»։
Ո՞ր է մեր ապագա բժշկուհին։ Կարծես իր անվան հիշատակումից կանչված փոքրիկը վազելով եկավ, գրկելով Կլաուդիային այն ծանոթությամբ, ով արդեն նրան համարում էր իր ընդլայնված ընտանիքի մաս։ Հաջորդ րոպեներին բնակարանը սկսեց լցվել։ Տիկին Զելյան եկավ իր քրոջ Մարգարիտի հետ, բերելով ընտանեկան բաղադրատոմսով պատրաստված քաղցր հացեր։ Լոգիստիկայի բաժնի որոշ գործընկերներ հայտնվեցին հետո, յուրաքանչյուրը ներդրում կատարելով մի ուտեստով կամ խմիչքով տոնակատարության համար։ Այդ տարածքում հավաքված մարդկանց բազմազանությունը հին շենքի տարեց հարանուհուց մինչ բարձրաստիճան ղեկավարներ, արտացոլում էր այն արտասովոր ճանապարհորդությունը, որը Հելենան անցել էր ընդամենը 1 տարվա ընթացքում։ Մինչ նա սեղանն էր դասավորում Կլաուդիայի օգնությամբ, Հելենան իրեն բռնեց, մտածելով իր կյանքի շրջադարձերի մասին։ Ոչ միայն նրա ֆինանսական մասնագիտական վիճակն էր փոխվել, այլ նրա հեռանկարը ինքնավստահությունը։ Այն կինը, ով նախկինում պայքարում էր գոյատելու համար, այժմ ղեկավարում էր միջազգային նախագծեր, ավարտել էր իր կրթությունը գերազանցությամբ, հենց նոր էր ստացել լոգիստիկայի օպտիմալացման համակարգողի պաշտոն։ Մի լումա ձեր մտքերի համար, մրմնջաց Ռիկարդոն, զուսպ մոտենալով հետից նրան մի բաժակ գինի առաջարկելով։ Հելենան ժպտաց, ընդունելով խմիչքը։ Ես պարզապես մտածում էի, թե ինչպես կարող է կյանքը լիովին փոխվել 1 տարվա ընթացքում։ Դեպի լավը, հուսով եմ, հարցրեց նա, թե նրա աչքերի փայլը հուշում էր, որ նա արդեն գիտեր պատասխանը։ Ավելին, քան կարող էի պատկերացնել, հաստատեց նա, թույլ տալով իրեն խոցելիության պահ։ Երբեմն դեռ վախենում եմ արթնանալուց հայտնաբերելուց, որ ամեն ինչ պարզապես երազ էր եղել։ Ռիկարդոն թեթակի դիպչեց նրա դեմքին մի ժեստ, որը ծանոթ էր դարձել վերջին ամիսներին, քանի որ նրանց հարաբերությունները դանդաղորեն զարգանում էին բարեկամությունից դեպի ավելի խորը բան։ Դա երազ չէ, հավաստիացրեց նա։ Դուք եք կառուցել սա, Հելենա։ Ձեր վճռականությամբ, խելքով ջանասեր աշխատանքով։ Ես պարզապես դուռ եմ բացել, դուք անցել եք ամբողջ ճանապարհը։ Նրանց հարաբերությունների զարգացումը զգույշ հարգալից էր։ Լիսաբոնից վերադառնալուց հետո, ինչպես խոստացվել էր, նրանք 1 քայլ էին անում միաժամանակ։ Ռիկարդոն հոգ էր տարել աշխատանքային միջավայրում հստակ սահմաններ սահմանելու համար։ Հելենան անմիջապես զեկուցում էր Կլաուդիային, ոչ թե նրան, նրա բոլոր մասնագիտական նվաճումները հիմնված էին բացառապես իր կատարողականի վրա։ Սակայն գրասենյակից դուրս նրանք իրենց թույլ տվեցին ուսումնասիրել նրանց միջ առաջացած կապը։ Սկսեցին պատահական ճաշերից, ապա ընթրիքներից, կիրակնօրյա զբոսանքներից Բեատրիսի հետ։ Աղջիկը, երեխաների սուր ինտուիցիայով, կարծես ընդունել էր Ռիկարդոյի ներկայությունը իրենց կյանքում շատ ավելի վաղ, քան մեծահասակները կխոստովանեին, թե ինչ էր կատարվում։ Դուք երկուսը ժամադրված եք, մի օր ուղիղ հարցրեց նա, հաղթանակ զբոսայգում զբոսանքից հետո, Հելենայի մոտ կարմրություն Ռիկարդոյի մոտ զարմանալի ծիծաղ առաջացնելով։ Անմեղ հարցը ի վերջո կատալիզացրեց անհրաժեշտ զրույցը։ Այդ գիշեր, Բեատրիսին քնեցնելուց հետո, Հելենան Ռիկարդոն վերջապես բացահայտ խոսեցին իրենց զգացմունքների մտահոգությունների մասին։ Նա վախենում էր աշխատանքում մեկնաբանություններից, իր կարիերայի հետանքներից, Բեատրիսի չափազանց կապվելու հնարավորությունից մեկի հետ, ով կարող էր չմնալ։ Նա իր հերթին անհանգստանում էր նրա ռիթմը հարգելու, տարածք տալու համար, որպեսզի նրա կարիերան ծաղկեր, անկախ իր անձնական հարաբերություններից։ Պաշտոնական հարաբերությունների անցումը դանդաղ էր, բայց հետողական։ 3 ամիս առաջ Ռիկարդոն նրան հրավիրել էր իր բնակարան, վերին հարկում, նույն տեղում, որտեղ այժմ նշում էին Սուրբ Ծնունդը։ 2 ամիս առաջ նա պաշտոնապես ներկայացվել էր Հելենայի քիչ հարազատներին, ովքեր դեռ կապ էին պահպանում։ Եվ ընդամենը մի քանի շաբաթ առաջ, Բեատրիսի հետ երկար զրույցից հետո, որը Ռիկարդոն պնդեց ներառել որոշման մեջ, Հելենան դուստրը տեղափոխվել էին նրա բնակարան, պաշտոնապես սկսելով համատեղ կյանք։ Մայրիկ, կարող եմ իմ նոր սենյակը ցույց տալ տիկին Զելիային, Բեատրիսի ձայնը ընդհատեց Հելենայի մտքերը։ Իհարկե, սիրելիս, պատասխանեց նա, քնքշորեն դիտելով, թե ինչպես էր դուստրը ձեռքից քաշում տարեց հարանուհուն, անհամբեր ցուցադրելու այն սենյակը, որը նա ինքն էր օգնել զարդարել նուրբ կանաչ երանգներով, պատերով, մանկական բժշկական գրքերով լի դարակով։ Ռիկարդոյի նվերը, երբ նրանք տեղափոխվեցին։ Մինչ հյուրերը ուրախ զրուցում էին հյուրասենյակում, Հելենան զուսպորեն դուրս սահեց պատշգամբ, փնտրելով հանգստի պահ, մարսելու այն հուզմունքների տարափը, որը արթնացնում էր այդ ամսաթիվը։ Քաղաքը տարածվում էր նրա ոտքերի տակ, նույն երանը, որը նա անխոնջորեն անցել էր որպես տաքսիստ, այժմ դիտվում էր լիովին այլ տեսանկյունից։
Ռիկարդոն մի քանի րոպե անց միացավ նրան, հարգելով նրա լռությունը, մինչ նրանք միասին դիտում էին լուսավորված մետրոպոլիսը։ 1 տարի առաջ, սկսեց նա վերջապես, ձայնը ցածր մտածկոտ, ես պատրաստվում էի մեկ սուրբ ծնունդ անցկացնել մենակ հյուրանոցում։ Կարևոր հանդիպումներ կային, բիզնեսներ, որոնք պետք է ավարտվեին, բայց ոչ ոք, ում հետ կիսվեի ամսաթվով։ Հելենան գլխով արեց, վառ հիշելով այն գիշերը, որը փոխել էր ամեն ինչ։ Եվ ես հուսահատված էի երթեկության մեջ, փորձելով մի քանի ուղղությունս անել, վարձը վճարելու համար։ Տիեզերքը յուրահատուկ հումորի զգացում ունի, նկատեց Ռիկարդոն մեղմ ժպիտով։ Երանի բոլոր տաքսիստուհիներից ես հենց ձեր մեջ մտա։ Պատահականություն, թե՞։ Ճակատագիր, հարցրեց Հելենան, թեթակի հենվելով նրա կրծքին։ Ես նախընտրում եմ հավատալ, որ դա ճակատագիր էր, պատասխանեց Ռիկարդոն, նրան գրկելով մեկ ձեռքով։ Այնուհետ, մի շարժումով, որը նրան լիովին զարմացրեց, նա թեթակի հեռացավ, իր բաճկոնի գրպանից ինչ-որ բան փնտրելու համար։ Նրա մատների մեջ հայտնվեց փոքրիկ կապույտ թավշյա տուփ։ Հելենան զգաց, որ սիրտը արագանում է, մինչ Ռիկարդոն նրան նայում էր այնպիսի լարվածությամբ, որ նրա ստամոքսը կծկվում էր։ Ես չէի պլանավորել դա հիմա անել, խոստովանեց նա նյարդային ժպիտով, որը հազվադեպ էր երում միշտ ինքնավստահ գործարարի մոտ։ Մտածել էի սպասել ընթրիքից հետո, բայց… Ռիկարդո մրմնջաց Հելենան, հազիվ կարողանալով շնչել, մինչ նա բացում էր փոքրիկ տուփը, բացահայտելով նուրբ մատանի, մեկ քարով, որը փայլում էր քաղաքի լույսերի ներքո։ Հելենա Սահակյան, սկսեց նա, ձայնը զարմանալիորեն ամուր, չնայած աչքերում տեսանելի հուզմունքին։ 1 տարի առաջ դուք մտաք իմ կյանք պարզ արտահայտությամբ։ Ես պարզապես ուզում էի լինել իմ դստեր հետ այս սուրբ ծնունդին։ Այդ բառերն իմ մեջ արթնացրին մի բան, որը երկար ժամանակ քնած էր եղել, այն հիշողությունը, թե ինչն է իսկապես կարևոր։ Նա դադարեց, վերցնելով նրա ձեռքը իր ձեռքի մեջ։ Վերջին տարում դուք ինձ ավելին սովորեցրիք քաջության, տոկունության ճշմարիտ սիրո մասին, քան ես սովորել եմ իմ ամբողջ կյանքում։ Դուք Բեատրիսը լույս բերեցիք այն օրերին, որոնք ես նույնիսկ չէի նկատում, որ մոխրագույն էին։ Հելենան զգաց, որ լուռ արցունքներ են սահում իր դեմքով, չկարողանալով զսպել դրանք։ Ես չեմ խնդրում ոչ մեկին փոխարինել կամ ստանձնել մի դեր, որը ինձ չի պատկանում, շարունակեց Ռիկարդոն, ակնհայտորեն մանրակրկիտ մտածելով իր խոսքերի մասին։ Ես պարզապես թույլտվություն եմ խնդրում շարունակելու այս ճանապարհորդությունը ձեզ հետ, որպես գործընկեր, եթե դուք ընդունեք ամուսին։ Նա խորը շունչ քաշեց, նախքան հարց տալը։ Հելենա Սահակյան, կպարգեք ինձ ձեր հետ ամուսնանալու պատիվը։ Ժամանակը կարծես կանգ առավ, մինչ Հելենան մարսում էր առաջարկը։ Նրա մտքում արագորեն հաջորդում էին վերջին տարվա հետադարձ կադրերը, հանդիպումը տաքսիում, իմպրովիզացված սուրբ ծնունդը, ընկերությունում առաջին օրը, համալսարանն ավարտելու համար ուսման գիշերները, Ռիկարդոյի օգնությամբ Բեատրիսին տնային աշխատանքի հետ, Լիսաբոնի ճանապարհորդությունը, առաջին վարանող համբույրը պատշգամբում պորտուգալական աստղերի տակ, բնակարան աստիճանական տեղափոխությունը, օրեցօր ձավորելով այն, ինչ նա այժմ ճանաչում էր որպես ընտանիք։ Այո, վերջապես պատասխանեց նա, ձայնը խզված, բայց ամուր։ Այո, Ռիկարդո Մենդեսյան։ Ես համաձայն եմ ամուսնանալ ձեզ հետ։ Թեթակի դողացող ձեռքերով նա մատանին սահեցրեց նրա մատին, կատարյալ, կարծես հատուկ նրա համար էր պատրաստված։ Երբ նրանց շրթունքները հանդիպեցին մի համբույրում, որը կնքեց խոստումը, Հելենան հստակ զգաց, որ մի ցիկլ է ավարտվում։ Նրանց ընդհատեց մի փոքր հոգոց, որին հաջորդեց ծանոթ ծիծաղ։ Շրջվելով նրանք տեսան Բեատրիսին կանգնած պատշգամբի դռան մոտ, նրանց դիտելիս լայն բացված աչքերով ժպիտով, որը լուսավորում էր նրա դեմքը։ Դուք իսկապես ամուսնանալու եք, հարցրեց նա, գրեթե ցատկելով հուզմունքից։ Ռիկարդոն մեկ ձեռքը մեկնեց, հրավիրելով նրան միանալ իրենց։ Եթե դա ձեզ համար լավ է, բժշկուհի Բիա։ Ինչ եք կարծում։ Աղջիկը վազեց նրանց մոտ, միաժամանակ գրկելով երկուսին էլ իր փոքրիկ ձեռքերի զարմանալի ուժով։ Նշանակում է, որ մենք ընտանիք կլինենք հավերժ։ Հելենան հուզված հայացքներ փոխանակեց Ռիկարդոյի հետ, նախքան պատասխանելը։ Այո, սիրելիս։ Հենց այդպես էլ նշանակում է։ Երեքն էլ երկար ժամանակ մնացին գրկախառնված, երան քաղաքը լուռ վկայելով Սուրբ Ծննդյանց մեկ հրաշքի մասին, ոչ այնպիսի հրաշքի, որը կախարդականորեն է տեղի ունենում, այլ այն մեկի, որը կառուցված է բարության փոքրիկ ժեստերով, փոխադարձ վստահությամբ, սիրտը նորից ռիսկի դնելու քաջությամբ։ Բնակարանի ներսից հյուրերի ձայները կանչում էին, ազդարարելով, որ ընթրիքը պատրաստ է մատուցման։
Ժամանակն էր կիսվել նորությամբ, նշել ոչ միայն Սուրբ Ծնունդը, այլ այս նոր գլուխը, որը բացվում էր։ Մինչ նրանք ձեռք ձեռքի տված վերադառնում էին հյուրասենյակ, Հելենան չկարողացավ չմտածել, թե ինչպես էր մի պարզ տաքսիի ուղղորություն լիովին փոխել երեք կյանքի ընթացքը։ Ինչպես էր մի անկեղծ արտահայտություն, ես պարզապես ուզում էի լինել իմ դստեր հետ այս Սուրբ Ծնունդին, բացել մի դուռ, որը նա նույնիսկ չգիտեր, որ գոյություն ունի։ Տիկին Զելյան առաջինը նկատեց մատանին, ուրախության բացականչություն հանելով, որն արագորեն գրավեց բոլոր ներկաների ուշադրությունը։ Շնորհավորանքների հուզված գրկախառնությունների մեջ Հելենան դիտում էր, թե ինչպես Ռիկարդոն ծնկի էր իջնում, խոսելու Բեատրիսի հետ, ով ճառագում էր ժպիտից։ Աղջիկն այնուհետ վազեց դեպի Սուրբ Ծննդյան ծառը, վերցնելով ճյուղերի մեջ թաքնված փոքրիկ փաթեթը։ Ես նույնպես հատուկ նվեր ունեմ, հայտարարեց նա, փաթեթը տալով Ռիկարդոյին։ Մայրիկն ինձ օգնեց ընտրել։ Զգուշորեն նա բացեց փաթեթը, բացահայտելով ձեռագործ լուսանկարի շրջանակը, ակնհայտորեն զարդարված Բեատրիսի ձեռքերով, որը պարունակում էր երեքի լուսանկարը զբոսայգում, ժպտացող մի սովորական կիրակի օրվա արի տակ։ Շրջանակի վրա, գրված աղջկա մանկական, բայց վճռական ձեռագրով, կարդացվում էր մի պարզ արտահայտություն, որն անթերի ամփոփում էր նրանց միասին անցած արտասովոր ճանապարհորդությունը։ Ընտանիքն այնտեղ է, որտեղ սիրտը գտնում է իր տունը։ Ռիկարդոն բարձրացրեց աչքերը, հայացքը հանդիպելով Հելենայի հայացքին, ընկերներով գործընկերներով լի սենյակի միջով։ Այդ լուռ կապի պահին երկուսն էլ ճանաչեցին նույն ճշմարտությունը։ Որոշ հանդիպումներ այնքան հզոր են, որ ունեն ոչ միայն արտաքին հանգամանքները, այլ հենց սիրտը փոխելու ներուժ։ Եվ Սուրբ Ծննդյան այդ գիշերը, ճիշտ 1 տարի անց մի տաքսիի ուղղորությունից, որը սովորական էր թվում, երեք սրտեր վերջապես գտել էին իրենց իսկական տունը։